Աշխարհահռչակ ու ինձ համար ամենաթանկ հայերից մեկը Սերգեյ Խաչատրյան։ Դե իմ պապայի կողմը Ղարսից է, մամայիս կողմը Գյումրիից են գալիս։ Երբ որ դու ջութակը ձեռքիդ կանգնում ես բեմում, ես չեմ տարբերում ջութակը քեզնից։ Դա իմ ապրումներն են, վերջո, եւ իմ սերն է, եւ իմ սրբությունն է, երաժշտությունը։ Ինչքան է կռունկը շատ կարևոր է եւ հուզիչ է եւ այդ ամեն ինչը հասկանալի է, բայց հարցը նա մենք այդ ցավով հետո ինչ ենք անում։ Հայաստանը գոյություն ունի մարդկանցով։ Լեռները ապրում են, եթե այնտեղ հայերն են ապրում։ Ելիզաբեթ Թաքու մրցույթը պատմական առումով շատ հայտնի մրցույթ է եւ բոլոր այդ մեծությունները մասնակցել են, սկսած հենց Էժեն Իզայից։ Ստրադիվարիուսի ջութակը։ Քանի որ այդ առաջին մրցանակի գործիքը, որով այդ Ստրադիվարին էր 1708 թվի Հագինս անունով Ստրադիվարին էր, իրանք ինձ տվեցին դա 4 տարով, քանի որ 4 տարուց հետո մյուս առաջին մրցանակին ես պետք է վերադարձնեի։ Որևէ գործիք իր ամենալուրջ արժեքով մեկի արժեք է ստանում երաժշտի ձեռքում։ Շատերն են ձայնագրել Իզայի 6 սոնատը, բայց ոչ իր գործիքով եւ դրա համար մտածում եմ, քանի որ ինքը իմ մոտ է, պետք է այդ պատմական շանսը բաց չտա։ Բազելով եմ կացից։ Բարի օր, Սերգեյ ջան, իմ այսօրվա հյուրն է աշխարհահռչակ ու ինձ համար ամենաթանկ հայերից մեկը Սերգեյ Խաչատրյան։ Սերգեյ ջան, ինչքան ես երջանիկ եմ։ Ես հյուրերից թևը մտածեմ էլի, ման գալիս, որ իմ թանկ հյուրերին չփախցնեն ինձնից։ Որքան որ չեք պատկերացնում, ինչքան ես ուրախ եմ, որ 2 օր ավել մնացիք Երևանում եւ իմ բախտը մեծապես բերեց արագ Լոս Անջելեսից հետ դառնալու ու վերջապես իմ երազած կամուրջները ձեզ հետ նկարելու։ Ինչն էր առիթ ես անգամ գալու։ Այս անգամ որպես միշտ համերգները, նաև նախաձեռնությունը, որը որ արդեն երկրորդ անգամ կարողացանք իրագործել, գնալ նաև բացի Երևանի համերգներից, նաև գնալ մարզերով, այո, մարզեր եւ այնտեղ էլ կիսվել երաժշտությամբ այնտեղի ժողովրդի հետ, որոնք որ գուցե այդքան հնարավորություն չունեն, ոնց որ ունկնդիրը Երևանում, այո։ Սերգեյ, այստեղ ձեր մանկությունն է անցել։ Այո, այմ առաջի կարելի ասել 7.5 տարին ծնվել եմ հենց այս շենքում։ Այս է իմ ծնողների ննջասենյակն է եղել։ Թումանյան, Լիկա, դու գիտես, որ Սերգեյ Խաչատրյանի ծնողների սենյակը եղել է այդ ներքևում։ Հա։ Բարև ձեզ։ Դիրիժոր, հիանալի օրգանահար։ Ինքը ստեղ է ապրում։ Չէ, դասավանդում է փաստորեն, ինչի մասին մենք չգիտենք։ Սերգեյ, այս իմ ամենասիրելի շենքերից է, որը ես երբեք չգիտեի, որ մի օր կգործի թե չէ, բայց փաստորեն բացեցինք։ Վաու։ Եկեք երեխեք։ Սերգեյ ջան, թե դուք չլիներ, մենք հաստատ այսօր չէինք մտնի այս բակ։ Փաստորեն դու ծնվել ես այստեղ։ Այո, այստեղ էլ հեծանիվ էի քշում, այս վայրեջքը որ կա։ Հա։ Միշտ որ փոքր էի, շատ թվում էր, որ մեծ վայրեջք է, այստեղ էլ մի անգամ քթից վրա եմ ընկել հեծանիվով, որտեղ փորձում եմ աստիճանով իջնել։ Չկամ ես։ Հեծանիվով աստիճաններով։ Հա։ Եմ որեն։ Ես այս բաներ սիրում եմ, հա, ասենք ով կմտածի, չէ, որ ամենա աշխատատար, ամենաբարդ գործիք նվագող, ամենաինտելիգենտ ու որպես կանոն թվում է թե նրանք շատ խելոք են։ Մարդը քթի վրա կընկներ, որովհետև ուզում էր աստիճանները հեծանիվով իջնել։ Ես շատ եմ քթի վրա ընկել, հա, նույնիսկ մեծ տարիքում էլ, հա։ Մեծ տարիքինը վտանգավոր է, այդ հետո կպատմես։ Դուք տեղափոխվել եք 93 թվականին, չէ՞, ընտանիքով։ Ուր, Գերմանիա։ Մենք տեղափոխվել ենք, այո, Ֆրանկֆուրտի մոտ։ Առաջ հայրս է մի տարի առաջ մեկնել Գերմանիա, ինքը հրավերք էր ստացել մրցույթին մասնակցելու Սարբրուկեն քաղաքում, Բախի մրցույթ կար այն ժամանակ, եւ դե ինքը դաշնակար է, նաեւ մայրս, նաեւ քույրս, դա գիտեք երևի, այո։ Եվ հետո, մի տարի հետո ինքը փորձեց այնտեղ մնալ, աշխատանք գտնել, որտեղ դե ինձ թվում է ինքը շատ արագ հասկացավ, որ
դժվար կլինի Հայաստանում գոյատևել որպես երաժիշտ, հատկապես այդ 90-ականների սկզբերը։ Եվ դու մնաց այնտեղ եւ մի տարի հետո մենք մեկնեցինք։ Սերգեյ, ես որ լսում եմ քեզ, ականջս շոյվում է հայերենից, մտածված խոսքից, ել չեմ խոսի քո որակային բացարձակ այլ կերպարի մասին, ինձ համար քո հայրենիքի նկատմամբ թրթռուն վերաբերմունքը ամենից թանկն է, ներիր քո բոլոր մրցանակներից ամենից թանկն է ինձ համար։ Ու երբ ես ասում եմ Սերգեյ Խաչատրյան, ես հասկանում եմ այն հային, որի հետ կուզեմ նույնականացնել ամեն վարքյան ինձ, իմ ապագա երեխաներին, իմ այսօրվա ժողովրդին, այսինքն այն լավագույն հայը, հա, որը մենք փնտրում ենք միշտ մեր մեջ ու բոլորի մեջ, ինձ համար նաև քո մեջ է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տարիներ առաջ փորփրում էի ես իմ բանով on-line տարբերակում ինչեր է տեղի ունեցել քո կյանքում եւ գտա շատ գեղեցիկ ու յուրահատուկ մի հարցազրույց կարճ, որտեղ դու խոսում էիր Իզայի ջութակի մասին, մենք հիմա կխոսենք, այդ շատ հետաքրքիր պատմություն է, ինչպես կովիդը շատ դրական ազդեց քեզ վրա ու ջութակը երկար մնաց քեզ մոտ։ Ավելի երկար։ Այդ շատ համով պատմություն է ու կարևոր, բայց նաև ինձ համար թանկեր քո ասած այնտեղ, որ ասացիր, ես չգիտեմ կարիերան ու հաջողությունը մարդիկ ոնց են տարբերակում, բայց կարող ես կարիերայի մեջ հաջողել, բայց չլինել նորմալ մարդ ու չմնալ որակապես լավ երաժիշտ, հա։ Այսինքն իրենք կարող են տարբեր լինել։ Մենք իհարկե շատ կուզենայինք, որ դա լիներ լրիվ նույնը եւ առաջնահերթ միշտ լիներ քո որակը որպես մասնագետ, թե երաժիշտ, որտեղ դա ոչ միայն է երաժշտության մեջ այդպես։ Միակ երևի այնտեղը, որտեղ որ դու չես կարող լինես միջին որակի մասնագետ եւ լինես բարձունքներում, դա երևի սպորտն է։ Որտեղ սպորտը այդ առումով շատ ինչ-որ չափով օբյեկտիվ է, չնայած այնտեղ էլ կա ամեն ինչ եւ կոմպրոմիսների են գնում տարբեր։ Իհարկե, բայց երկարատև առումով, եթե դու իրականում լավագույնն ես, դու հասնում ես քո նպատակին, իսկ երաժշտությունը քանի որ շատ սուբյեկտիվ է եւ քանի որ այդքան նաեւ օբյեկտիվ չէ արդյունքի առումով, ոնց որ սպորտն է։ Դա համար ես կարծում եմ այնտեղ շատ տեղեր կան, որ այդ ամեն ինչը խառնվում է իրար եւ առաջնահերթ չի լինում ոնց որ իրականում քո մասնագիտական որակը եւ նվագի որակը ընկնում է շատ հաճախ հնարավոր է որ ընկնի երկրորդ պլան։ Ոչ միշտ է տենց, բայց ուղղակի այդ ցավոք սրտի տենց տենդենցիա կա մի քիչ որ դեպի այդ ուղղությամբ ենք գնում։ Կասես երբ էր առաջին անգամը, այն առաջին անգամը, երբ դու գիտակցեցիր, որ հնչյունով կարող ես մարդկանց գրավել, բուժել։ Նազինի ջան, որտեղ ես ճիշտ ասած, ես իհարկե հետին մտքով եւ հետին, երբ որ վերադառնում եմ եւ նայում եմ, ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, եթե ես կարողանում եմ մարդկանց ինչ որ մի ձևի, ինչ որ մի զգացմունք հաղորդել, բայց անկեղծ ասած ես շատ դա չեմ անում մարդկանց համար։ Դա ի վերջո մի քիչ կարող է հիմա լսողների համար ոչ շատ գեղեցիկ է հնչում, բայց դա իմ ապրումներն են ի վերջո եւ իմ սերն է եւ ես կարելի ասել իմ սրբությունն է երաժշտությունը եւ դա այն մաքրությունն է, որտեղ որ ես գտնվում եմ, երբ որ ես երաժշտության մեջ եմ եւ ես ուղղակի շնորհիվ ունկնդրին, շնորհիվ այդ համերգի ստեղծած մթնոլորտին կարողանում եմ լինել այն աշխարհում, որը որ ինձ անընդհատ հետ է կանչում եւ առանց որի ես չեմ կարող ապրել, բայց նենց չի որ ես գիտակցաբար մարդկանց ուզում եմ ինչ-որ մի բան փոխանցել։ Իհարկե ես շատ շնորհակալ եմ, եթե դա ազդում է եւ ես շատ ուրախ եմ, երբ որ ես տեսնում եմ, որ ես կարող եմ մարդկանց հասնել իմ երաժշտությամբ եւ կլանել իրանց, բայց դա չի առաջին նպատակը, կոնկրետ իմ։ Այսինքն քո առաջին ու գերագույն ու միական փոխարինելի սերը երաժշտությունն է, առաջնահերթ։ Այո, կարելի ասել։ Կարելի ասել դա նաեւ իմ սնունդն է։ Եվ դա նաեւ ի վերջո այն տեղն է, որտեղ որ ես ամեն ինչ որ կրում եմ իմ մեջ, նաեւ այդ հայ լինելը եւ
այդ ամեն ինչը, որը որ իմ մեջ է, նաև ինչ որ չափով որպես բեռ եւ որպես ցավ, մեր ժողովրդի ընդհանրապես ցավերը, որը որ մենք ունեցել ենք պատմության մեջ, ոչ միայն այս վերջին պատերազմի հետ կապված, ես կարծում եմ, որ դա մենք ամեն ինչը կրում ենք եւ դա իմ լեզուն է այդ ամեն ինչը ոնց որ արտահայտելու եւ տալու։ 2020 թվականին սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, 44 օրյա կոչվող։ Ես ինչու եմ ասում կոչվող, որովհետև ինձ համար այն չավարտվեց այդպես էլ։ Որևէ հույզ, որևէ էություն, որ անավարտ է մնում, էլ հա ինքը ուներ սկիզբ ու չունի վերջ, այդ ամբողջ կորուստը։ Քեզ համար ընդհանրապես հայրենիքը որպես բանաձևում ինչ է։ Ինչ է նշանակում կորուստ քեզ համար։ Ինչ է նշանակում ցավ։ Ոնց ես դու կարողանում պահել այդքան այդ վառ կրակդ, այդքան լինելով հեռու, բարբերաբար աշխարհով մեկ գնալով ու ամեն անգամ Հայաստան ես վերադառնում եւ դեռ կարողանում ես ձևավորել նոր երաժշտական միջավայր այստեղ։ Դա շատ հեշտ հարց չի, որովհետեւ ճիշտ ասած դրան չեմ կարող ինչ-որ մեկ պատասխան տալ, քանի որ ես գիտակցում եմ նաև, որ ի վերջո այդ զգացմունքի համար, որը որ ես ունեմ դեպի Հայաստանը եւ իմ հայրենիքը եւ դեպի հայ ժողովուրդը, ես առանձնապես ոչ մի բան չեմ արել դրա համար, այսինքն դա մի զգացմունք է, որը որ իմ մոտ միգուցե դա կարելի ասել վերածնվել է, թե նորից ծնվել է, թե ընդհանրապես ծնվել է, որտեվ հա, իհարկե դա դրվում է առաջի հերթին հայ լինելը եւ այդ հասկացողությունը քո ծնողների կողմից։ Ես շատ քիչ բան եմ հիշում Հայաստանից ընդհանրապես, գրեթե կարող եմ ասել բան չեմ հիշում իմ փոքր ժամանակվա այդ հատվածից Հայաստանում եւ սերը դեպի Հայաստանը եւ իմ այդ լեռները եւ հետո երբ որ ես տեսա նաեւ Սյունիքը, դա շատ ավելի հասուն ժամանակ է տեղի ունեցել։ Բայց արյան կանչին հավատում ես, չէ՞։ Դե փաստորեն ստացվում է, որ այո։ Արմատի ուժին։ Այո։ Որտեվ ես ոչ այդ վայրերում եղել եմ, ոչ հիշողություն ունեմ այդ վայրերից, դրա համար ուղղակի մոտ դա ծնվել է եւ ես կարծում եմ դա, այսինքն ինքը ես կարծում եմ որ միշտ եղել է, ուղղակի ինքը այդ ժամանակ սկսվեց ավելի վառ արտահայտվել իմ մեջ եւ ի վերջո ես հասկացա, որ ամբողջ իմ էությունը, նաեւ երաժշտի էությունը դա ի վերջո այդ հայի ոնց որ էությունն է եւ ես չէի կարողանա, չեմ պատկերացնում ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեմ, որովհետեւ նույն որտեւ ես ապրում եմ նաեւ այդ ցավի մեջ, չնայած ես ինքս չեմ տեսել դժվար տարիներ, նույնիսկ 90-ականների սկզբերին մենք ի վերջո ստեղ տենց էլ չեղանք, բայց գենետիկ առումով կարծում եմ, որ բոլոր հույսով եմ, որ բոլոր հայերս ոնց որ կրում ենք այդ ամբողջ կոդը եւ պատմությունը։ Եվ չգիտեմ, մեկ-մեկ դա է շատ ոնց որ ծանր նստած է իմ ուսերի վրա, բայց ես կարծում եմ, որ դրա պատճառով էլ եթե ես ունեմ ինչ-որ մի առանձնահատկություն որպես անձ, որպես երաժիշտ եւ կարողանում եմ արտահայտեմ նաեւ իմ էությունը երաժշտության մեջ, դա դրա շնորհիվ է։ Օրեր առաջ Facebook-ում իմ քույր Լիլիթ Բլեյանը հեղինակ կատարող գրել էր, այս համատարած խավարի մեջ մի լույս բացվեց, ասում է, պատահաբար թերթում է ալիքներ եւ մեծոյով Սերգեյ Խաչատրյանն էր ելույթ ունենում ու կռունկներ նվագում ու ես այնքան պատկերավոր տեսա այդ իր մի գրի մեջ ինչքան սեր քո ասած այդ բեռնավորված ցավը, որ մենք յուրաքանչյուրս ունենք անկախ իր գիտակցականի մակարդակից ու նաեւ տեսա այդ լույսը ոնց է պատկերացում որ ծագում է ու հնչում է քո ջութակը։ Ինչ-որ օրինակ կապված է, օրինակ մենք շատ ենք, ես օրինակ զգում եմ, որ մարդկանց վրա իհարկե կռունկը շատ է միշտ ազդում, բայց ես կուզենայի ճիշտն ասած, որ մենք կամաց այդ ինչքան է կռունկը շատ կարևոր է եւ հուզիչ է եւ այդ ամեն ինչը հասկանալի է, բայց հարցը նա մենք այդ ցավով հետո ինչ ենք անում։
եւ Վերանայում ենք թե ոչ, հա, մեր պահվածքը։ Որովհետեւ ոնց որ ինչքան գնում ենք, մենք այդ ցավի մեջ խորանում ենք եւ ինչ որ չափով մեզ մեղքում ենք եւ զգում ենք մենք ինչքան թշվառ ենք եւ ինչքան անբախտ ենք եւ մեզ անընդհատ փորձում են ոչնչացնել եւ դրանից ցավոք չի ծնվում ինչ որ մի ուժ մեր ժողովրդի մեջ։ Եվ ես շատ կուզենայի, որ մենք հիմա պայմանական եմ ասում, բայց այդ կռունկի հոգեբանությունից կամաց դուրս գանք։ Եվ այսինքն նույնիսկ կամաց չէ, ինչ հնարավոր է արագ։ Գիտես, ես երբեք կոմիտաս լսելիս ինձ այն տխրությունը, որը համակում է ինձ, ես սիրում եմ կոչել լուսավոր տխրություն, թախից, եւ դա երբեք ինձ չի հիշեցնում իմ կորուստն ու ողբը, բայց մեջս առաջացնում է նոր բջիջներ առողջացնող։ Ու այո, քո ասած պայքարն էլ է թվում։ Ու քո ասած ուրախանալ հայ լինելով, որովհետեւ պարտություններն ու անընդհատ այդ թշվառության դոզան, որը մեզ նաեւ փորձում են տալ, որ դուք տկար եք, թշվառ եք, անկարող եք, դուք չեք կարող, չէ։ Ես ինքս չեմ ուզում դրա այդ պարադիգմայի մեջ մտնել ու մերժում եմ դա։ Ու կոմիտասը իր բոլոր խաղիկներից մինչև իր շատ տխուր մշակումներ ահավոր սիրուն բաներ է հանում ներսից դեպի վերև։ Իհարկե, ուղղակի մենք այդ բայց ասել քեզ ճիշտ է, այսինքն մենք արդյոք վերանայում ենք մեր ապրածն ու անցածը։ Սերգեյ, իմ շատ տարբեր ծանոթներ, ընդ որում ոչ միայն հայ, տարբեր, աշխարհի տարբեր երաժիշտներ, նշում են, որ եթե երաժիշտը չի գնում կոմպրոմիսի համաշխարհային ընդունված համակարգերի հետ եւ այլն, ու անընդհատ մատնանշում է իր ազգային պատկանելությունը եւ անընդհատ փորձում է առաջ տանել իր ազգային հարցերը, խնդիրները, ապա դա խանգարում է կարիերային եւ խանգարում է նրա մասնագիտական առաջխաղացմանը։ Արդյոք դա այդպես է։ Հնարավոր է, որ դա շատ չի օգնում քո առաջխաղացմանը, եթե դու զուտ կարիերայի մասին ես մտածում, բայց դե մարդը ես կարծում եմ, որ պետք է ընտրի որն է ի վերջո իր համար ամենակարևորը, ինչով է ինքը ապրում եւ շնչում, եւ արդյոք մենակ այդ կոչված կարիերան եւ հաջողությունն է կարևորը, թե մնալ այն սկզբունքներով, որը որ դու ուզում ես որպես երաժիշտ, միգուցե նաև փառքի առումով ինչ որ չափով տուժել, եթե դա տուժել է նշանակում, բայց այ, այսինքն մարդը ոնց որ միշտ ունի այդ ընտրությունը գնալու այն ճանապարհով, որը որ ինքը հաշվում է, որ ճիշտ է։ Եղել է, որ դու տուժես նրանից, որ ընդգծում ես քո հայկականությունը, քո հայ լինելը, քո երկրի խնդիրները, պատերազմի ընթացքում թե post հետ պատերազմյան։ Ես չեմ կարծում, որ ես ինչ-որ չափով, ինչ-որ բանով տուժել եմ այդ առումով, ուղղակի քանի որ ես հաշվում եմ, որ այն սկզբունքը, որը որ ես ունեմ, ես իրեն պետք է մնամ հավատարիմ, որ կարողանամ ամեն օր նայեմ հայլու մեջ եւ չկասկածեմ արդյոք ես ով եմ, որտեղ եթե ես դա կարողանում եմ անել, արդեն եթե նույնիսկ ինչ-որ մյուս առումներով ինչ-որ փոքր բաներ կան, որը որ իմ դեմա աշխատում կամ ոնց որ դուք ասում եք տուժում եմ, ես դա միևնույնն է, որպես տուժել չեմ համարում։ Ես շնորհակալ եմ, որ դու այսպեսին ես ու որ դա տուժել չի, ես հուսով եմ, որ կանցնեն ոչ այդքան մաքուր ժամանակները եւ կմնա տակ այն ամենամաքուրը, որը քո արվեստն է ու քո իրական հայկական էությունը։ Տարիներ առաջ, երբ 2005 թվականին դու Բելգիայի ամենանշանավոր մրցույթներից մեկի բացարձակ հաղթողն էիր եւ այդտեղից կարող ենք ասել սկսեց քո հաղթարշավը եւ ես այնքան եմ ուրախ եմ ոնց որ ես եմ ամենակամազնակցում պատմիր խնդրում եմ այդ ինչ էր 5 տարի առաջ է սկսվել երբ որ ես առաջին անգամ երբ որ իրականում ոչ ոք ինձ չէր ճանաչում այսինքն միջազգային բեմերի վրա եւ միջազգային աշխարհում դա Սիբելուսի անվան մրցույթներ Հելսինկի քաղաքում Ֆինլանդիայում եւ այդ ժամանակ էր որ կարելի ասել ոնց որ առաջին մեծ այսինքն կարիերայի քայլը եղավ որովհետեւ հա այն ոնց որ ասացի ինձ անհայտ ես լրիվ ջութակար էի աշխարհի համար եւ 15 տարեկան
Եվ այն ժամանակ որ հաղթեցի, նաև այնպես ստացվեց, որ պատմության մեջ ամենապատանի հաղթողն էի։ What does it feel like to be winning this contest for you now at this moment? It's really hard to express my emotions because I think you cannot say it in words. But it's amazing. I mean, I cannot believe it. Դրանից հետո ահագին ոնց որ մարդիկ ինձ ճանաչեցին, ես արդեն այն ժամանակ մտա անգլիական մենեջմենտ, չնայած հետաքրքիր է այն փաստը նաև, որ այդ մենեջմենտ ես ոչ թե ինձ վերցրեցին նրանից հետո, որ ես շահեցի, այլ մի ամիս շահելուց առաջ։ Եվ իմիջիալուց դա եղավ նաև հայի միջոցով, Բարսեղ Թումանյանի երգիչ, որը որ այն ժամանակ աշխատում էր Ասկոնաս Հոլտի հետ, իմ հետ Անգլիայի մենեջմենտի հետ եւ այն ժամանակվա դիրեկտորներից մեկին ուղղակի ձայնագրությունը տվեց եւ ասեց ես ուղղակի քեզ շատ եմ խնդրում, որտեվ շատ է լինում, որ դե հարյուրավոր ձայնագրություններ են գալիս ամեն օր մենեջմենտ եւ դե իհարկե բոլորը ասում են, որ իրանց երեխան կամ իրանց պրոտեժեն ինչքան հանճար է եւ տաղանդավոր է եւ մարդիկ այդ ժամանակներ չեն գտնում, որ բոլորին լսեն։ Եվ այն ժամանակ Վարսեղ Թումանյանի շնորհիվ, որը որ համոզեց այն ժամանակվա դիրեկտորին, որ ինքը ուղղակի լսի, ուղղակի գոնե լսի, ոչ մի բան չասես, ուղղակի ես քեզ խնդրում եմ, մենակ լսես այդ ձայնագրությունը, այդպես այն ժամանակ ձայնագրություններ հարավային Ֆրանսիայում Անտիպ քաղաքում փառատոն կար եւ այնտեղ Չայկովսկիի կոնցերտներ կարծեմ նվագում եւ դրանից հետո փաստորեն ինձ վերցեցին եւ մի ամիս դրանից հետո ես հաղթեցի Սիբելյուսի մրցույթը եւ կարելի ասել դրանից սկսվեց ավելի վառ ճանապարհը համերգային Եթե շատ անկեղծ լինենք, նաև պետք է ասել, որ իմ առաջին, պես ասած, Եվրոպայում համերգները եւ միջազգային բեմերը ես սկսել եմ հարավային Ֆրանսիայից, որտեղ որ մեր շատ սիրելի ընկեր, այն ժամանակ նոր էինք ծանոթանում, Ռաֆի Արզումանյանը, այն ժամանակ ինքը տնօրենն էր Մարինյան երաժշտական դպրոցի եւ եկել էր Ֆրանկֆուրտ եւ լսել էր ինձ եւ ասել էր այս անպայման այս տղու համար պետք է մի համերգ կազմակերպեմ եւ երբ որ մի տարի անցավ մենք էլ մտածեցինք որ միգուցե դե չի ստացվել կամ բան բայց մի տարի հետո այդ մարդը ասաց որ ես ամեն ինչ կազմակերպել եմ եւ այլն եւ քաղաքապետն է նույնիսկ գալի Մարինյան քաղաքի եւ այլն դա հենց Մարսելի կողքի քաղաքն էր Եվ գնացինք եւ ընտանեկան համերգ ունեցանք եւ այդ համերգից հետո ինձ հրավիրեցին այդ Անտիբի փառատոնին, դրանից հետո սկսեցի Կանում նվագել Կան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ դա էլ ոնց որ ամենասկիզբն էր եւ հետո իհարկե եկավ մրցույթը եւ այդպես սկսեցինք համերգներով շրջակայել, աճել եւ հետո եկավ 2005 թվին արդեն Թակու Ելիզաբեթ Թակու մրցույթը, որը որ ճիշտն ասած ինձ ես ընդհանրապես կարիք չունեի այդ մրցույթին մասնակցել զուտ իմ կարիերայի համար։ Ինչու՞։ Որովհետև իմ համերգները արդեն շատ լավ գնում էին, ես շատ լավ հիշում եմ, որ այդ նույն տնօրենը բանի Ասկոնաս Հոլտի մենեջմենտի ինձ նաև ոնց որ մի քիչ զգուշավոր փորձում էր հետ պահել, ասել որ միգուցե այդքան է ճիշտ քայլ չի լինի, որովհետև դու արդեն շատ լավ գնացող կարիերա ունես։ Այսինքն եթե մասնակցում ես մրցույթի, կոպիտ ասած, ստացվում է որ դու դեռ սկսնակ ես, թե ինչն է։ Ոչ դրա համար, նրա համար, որ եթե ես մասնակցում եմ մրցույթի, բայց վերջում հաջողակ չի վերջանում, դա կարող է ինչ որ չափով անպայման չի, բայց այդքան է Սենց ասեմ, իմիջի առումով իհարկե լավ ազդակ չի պայմանանում ուղարկում։ Բայց դե ես լինելով շատ համառ պնդաճակատ ավելի շուտ եւ ուղղակի իմ դա անձնական ցանկություն էր այդ մրցույթին մասնակցել, որտեղ ինքը դե պատմական առումով շատ հայտնի մրցույթ է եւ բոլոր այդ մեծությունները մասնակցել են, սկսած հենց Էժեն Իզայից,
որ առաջ ամենասկզբում այդ մրցույթի, որտեղ Էժեն Իզային շատ լավ ընկեր էր հենց Queen Elizabeth-ի հետ, Բելգիայի, եւ իր շնորհիվ է ոնց որ այդ մրցույթը բացվել, եթե ճիշտ եմ հիշում 30-ականների սկզբին, եւ հետո դա վերանվանվեց Թագուհի Էլիզաբեթ մրցույթ։ Եվ ընդ շատ մեծ անուններ են նվագել եւ հաղթել եւ դրա համար մտածում էի, չգիտեմ, որպես ջութակար ամեն մեկը պետք չի, բայց ես հաշվում եմ, որ լավ կլինի, որ անցնի այդ մրցույթով։ Եվ դրա համար գնացի մասնակցեցի։ Ասած շատ հեշտ չէր, որովհետև նաև ոնց ասեմ, մի քիչ այդ մրցույթային ռիթմից ես արդեն դուրս էի եկել, որտեվ Սիբելյուսը դա 2000-ական թվականներն էին, հետո ես այնտեղ այդ տարում ես նվագել եմ 3 մրցույթ, դա Շպորի մրցույթն էր Ֆրայբուրգում, Գերմանիայում, Կրայսլերի մրցույթն էր Վիեննայում եւ վերջին մրցույթը Սիբելյուսն էր։ Հետո 2002-ին ես դեռ Ինդիանապոլիսում Ամերիկայում մրցույթ կար, մենք այն ժամանակ մտածեցինք, որ միգուցե Ամերիկայի, որ ոնց որ հարթակը ավելի ակտիվացնել, կարելի է այդ մրցույթին մասնակցել եւ դրանից հետո 3 տարի, փաստորեն 3 թե 4 տարի ընդմիջում ա եղել։ Եվ իհարկե որ դու արդեն դուրս ես գալի, որովհետեւ ոնց էլ որ լինի համերգները ընդհանրապես այդ նույն լարվածությունը չեն կարողանում ոնց որ չեն ներկայացնում ոնց որ մրցույթների ժամանակը, հետո Համերգին ստանում ես սեր, ծափարություններ ու դու ազատ ես։ Չէ, մենակ դրա համար չէ, այսինքն բացի դրանից, ասեմ մրցույթներին էլ ես ստանում ծափարություններ, նո ոչ միգուցե առաջի փուլում, երկրորդ փուլում։ Մրցույթը քննության պես բան է, շատ ստրես է։ Հա, իհարկե լարվածությունը ուրիշ է եւ նաեւ հետո նաեւ պարապելու ծավալներն էլ է ուրիշ, որովհետեւ դու պետք է փորձես ինչ որ չափով հատկապես երբ որ արդեն մոտենում է մրցույթի ժամանակը պետք է փորձես այդ 3 փուլը, որտեվ 3 փուլային քո մոտ ծրագիր է, այսինքն վերջի փուլում կոնցերտն է, մեկ լինում օրինակ Սիբելյուսում 2 կոնցերտ էր, Սիբելյուսն էր որպես պարտադիր կոնցերտ եւ նաեւ ես ընտրել էի Չայկովսկին։ Այսինքն դու ազատ ես ընտրելու, որը դու ես։ Երկրորդ կոնցերտը, հա, Ելիզաբեթայի ժամանակ ուրիշ տիպի էր ֆինալը, դա միշտ շատ առանձնահատուկ ա եղել, որովհետեւ ֆինալը բաղկացած է ուրեմն միած սոնատայից, որը որ դու ընտրում ես, Լուսինեի հետ իմ քրոջի հետ մենք նվագում ենք Բրամսի 3-րդ սոնատան, հետո նաև քեզ ուրեմն մի շաբաթ փակում են այնտեղի երաժշտական կոնսերվատորիայում, կոչվում է Շապել, եւ այն ժամանակ դու սովորում ես մի հատ ժամանակակից գործ։ Այսինքն դու կտրված ես ամեն ինչից, որովհետեւ որ քեզ ոչ մեկ չօգնի, այսպես ասած, եւ դու սովորում ես այդ գործը, որը որ նվագախմբով է, եւ պետք է այդ մի շաբաթվա ընթացքում այդ գործը սովորես եւ հետո կարողանաս դա կատարես։ Հա, շատ հեշտ չի։ Եվ շատ է ճիշտ ասած լինում, օրինակ մրցույթներում այնցա, օրինակ երաժիշտներ կան, որ գալիս են մրցակիցներ, օրինակ առաջի փուլը ֆենոմենալ են նվագում, մեկը երկրորդ փուլը շատ վատ են նվագում, որովհետեւ շատերը հա մտածում են, որ առաջի փուլն է, դե կարող է երկրորդ փուլ չանցնեն ու արդեն երկրորդ փուլը տես լավ պատրաստ չի, կամ առաջի երկու փուլը լավ են պատրաստել, բայց ֆինալի կոնցերտը չեն պատրաստել, դե մտածում են կարող է դե չանցնեն, դրա համար չեն շատ ուշադրություն չեն դարձնում, դրա համար այդ ամեն ինչը կարողանալ պահել համ գլխի մեջ, համ ձեռքերի մեջ եւ լինել պատրաստ, դա շատ հեշտ չի։ Ես հիշում եմ, որ ես առաջի փուլը երբ որ նվագեցի, ընդհանրապես չհասկացա այդ առաջի փուլը ոնց է անցել, որտեվ ես նվագել եմ ինչ-որ ահավոր արագ տեմպերով ու չեմ էլ զգացել, էլի, ուղղակի այդ ադրենալինս այնքան էր անհանգստության պատճառով բարձրացած, որ ես նաև շատ մի քիչ ոչ իմ համար լավ բան ստացվեց, որ ես երբ որ ընտրեցի իմ համարը նվագելու, դա անգավ, քանի որ այդ տարի կարծեմ չկար վիդեոյի ընտրություն, եթե ճիշտ եմ հիշում, եւ եկել էին առաջի փուլում 130 քանի հոգի։ Խնդրում եմ։ Հա, եւ առաջի փուլը 6 թե 7 օր էր, ու ես 6-րդ օրի վրա ենգել։ Որ իրենք հոգնած, զզված, աշխարից, իրենցից։ Չէ, բայց ավելի շուտ իմ խնդիրն էր, որովհետեւ 6 օր սպասել, այսինքն երբ որ իրացած պահ է գալի, որ դու արթնանում ես, այդ րոպեին դու արդեն կենտրոնացած ես այդ առաջի փուլի ծրագրի մեջ,
Բայց երբ որ արդեն դու 4 օր, 5 օր այդ առաջի փուլի ծրագիրն ես պարապում, ասես զգում ես ոնց է այդ ծրագիրը գնալու վատանում, լավանալու տեղը։ Մի խոսքով։ Իրականում չէ, որովհետև հայտնի հետաքրքիր փաստ կա լարախաղացների պահով, որ ամեն անգամ իրենք բարձրանում են, նստում են իրենց լարախաղացների կամ ակրոբատների, որոնք կրկեսում են, իրենք ելույթից առաջ բարձրանում են ու երկար նստում են առանց որևէ երաշխիքի, նստում են այդ բարակ լարի հատվածում ու երկար նայում են, թե ներքև, թե դիմաց, իրենք հաղթահարում են բարձրության վախը ամեն անգամ։ Հիմա այդ քո ասած 6-րդ օրը բարձրության հաղթահարումն է։ Բայց ես 6 օր բեմի վրա չեմ նստած, է։ Կապ չունի։ Դա ես այնքան լավ գիտեմ, որ հեսա պետքա ելույթ ու չես կարողանում հանգիստ ապրել։ Առաջին 2 օրը խեղդում ես ուզմունքից, 3-րդ օրը արդեն բարկամ ես, 4-րդ օրը մի քիչ աղատելավ, արդեն 5-րդ օրը նորմալ հանգիստ ելույթ ես ունենում։ Չէ, մոտած չի ամենայն դեպս։ Բայց արդեն երբ որ այդ առաջի փուլը նվագեցի ու հետո թողեց։ Անցա, հա, հետո երկրորդ փուլը արդեն ինչ որ ամեն ինչ ոնց որ ընկավ տեղը։ Դե էլի իհարկե անհանգստությամբ, էլի դե մրցույթ է եւ այլն, բայց տենց գժական վիճակ չէր էլի։ 130-ից վերջում Մնացին վերջում 12 հոգի, որտեղ ֆինալը միշտ անցնում է 12 հոգի, պատմական դեռ ժամանակներից մրցույթի։ Առաջ հենց 12 մրցանակ էր, բայց ինչ որ մի տարից սկսած անում էին արդեն 6 մրցանակ, իսկ այն մյուսները, այսպես ասած, որպես ֆինալիստ։ Վաու։ Ստրադիվարիուսի ջութակը։ Առաջին։ Այն ժամանակ այո։ Հնչել է հենց այդ բեմում։ Հնչել է հետո արդեն գալահամերգին, հա, որ ես դեռ չգիտեի կհասցնեմ իրեն հարմարվեմ բան, բայց մտածեցի ինչու՞ չէ կարելի է, հա, փորձել։ Այո։ Հետաքրքիր է, որ 1704 թվականին պատրաստած ջութակը նվագելու իրավունքը դու ստացար արդեն 1708, բայց լավ, 4 տարի։ Հետագայում դու ունեցար հնարավորություն արդեն նվագելու հայտնի Իզայի ջութակի վրա, որը որ քեզ համար շատ կարևոր էր ու թանկ, բայց այնտեղ կա մի հատ շատ յուրահատուկ պատմություն, այս կխնդրեմ դա պատմես, ոնց էր քեզ հիմնադրամը առաջարկում փորձել ու դու չէիր ուզում, որովհետև քաղց կզգայր հետո։ Դե հա, ես քանի որ այդ առաջին մրցանակի գործիքը, որով այդ Ստրադիվարին էր 1708 թվի Հագինս անունով Ստրադիվարին էր, իրանք ինձ տվեցին դա 4 տարով, քանի որ 4 տարուց հետո մյուս առաջին մրցանակին ես պետք է վերադարձնեի։ Հետո դրանից հետո մենք լավ հարաբերություն ունեցա այդ հիմնադրամի հետ, ճապոնական հիմնադրամն էր Nippon Music Foundation, եւ իրանք ինձ նորից հնարավորություն տվեցին նվագել ուրիշ Ստրադիվարի վրա 1702 թվի Lord Newlands Ստրադիվարին էր եւ որը որ ես շատ սիրեցի, կարելի ասել նույնիսկ ավելի շատ սիրեցի, քան այդ առաջին մրցանակի Ստրադիվարին։ Ավելի խորը հնչողությունն էր, ինչն էր տարբեր։ Ավելի ինքը, չգիտեմ, ինձ ավելի շատ սազում էր, ինքը իմ համար ավելի հզոր ձայն ուներ, ավելի ինձ իմ համար ոնց որ հարմար էր նաև երևի միգուցե համ ձայնային առումով եւ իր որակի ձայնային։ Եվ իհարկե այդ ամբողջ տարիների ընթացքում ես ոնց որ անդադ հարցնում էի, որտեղ ես գիտեի, որ իրանք իրանց հավաքածուի մեջ նաև Գվարների դել ջեզոյի գործիք ունեն, որը որ պատկանում էր Իզային եւ Իզայի գործիքն է եղել։ Բայց իհարկե միշտ պատասխանը որ չէ, մենք դա չենք տալիս, ինքը հիմա ոնց որ ուրիշի ձեռքերում է, ուրիշն է նվագում եւ այլն, եւ սենց միշտ չնայած ես չէի տեսնում, որ ինչ որ մեկը իրականում սենց համերգային ձևով կարող է ինչ որ մեկ ինչ որ մի քանի համերգներ նվագում էին, բայց նայած չէր որ կայուն ինչ որ մեկի մոտ էր այդ գործիքը։ Եվ հետո մի քանի ժամանակ հետո մենք Nippon Music Foundation-ը կազմակերպում էր համերգներ տարբեր քաղաքներում, այդ ժամանակ մենք Փարիզում էինք այդ համերգը եւ մենք Louvre-ի աուդիտորիայում համերգ ունեինք, որտեղ իրանք դա կոչում էին Encounter with Stradivarius եւ բոլոր Stradivari ոնց որ ունեցող երաժիշտները, որը որ այդ հիմնադրամից նվագում էին, իրանք գալիս էին եւ դա իրանք սարքում էին դա մեծ միացած տոն, այսպես ասած։ Բանկ են թալանում, ես կգայի սիրով այդ թալանելու բոլոր ջութակները միանգամից։ Սերգեյ, այսինքն որևէ գործիք իր ամենալուրջ արժեքով մեկի արժեք է ստանում երաժշտի ձեռքում, չէ՞։
Իհարկե, հատկապես եթե պատմական ոնց որ ինչ-որ երաժիշտ է եւ այդպեսի մարդ ոնց որ Էժեն Իզային, որը որ շատ հայտնի ջութակար է եղել եւ նաեւ կոմպոզիտոր իմիջիալոց, որի ես 6 սոլո սոնատները հասցրեցի ձայնագրել հենց իր գործիքի վրա, միջև որ վերադարձնել է, հա, գործիքը։ Այտենց երբ որ այն ժամանակվա ճապոնացի տնօրենին մոտեցավ եւ ասեց ուզում ես փորձես Իզայի եւ շատ անսպասելի ձևով հարցեց արդյոք ուզում եմ Իզայի գործիքը փորձեմ։ Դե ես ասացի ճիշտ ասած, եթե մենակ պետք է փորձեմ, ընդհանրապես չեմ ուզում։ Որովհետեւ իհարկե շատ դաժան է, որ փորձում ես մի գործիք, որը որ հետո շատ հավանում ես։ Եվ հետո ասում են դե լավ, դե փորձեցի շատ լավ է, հիմա ծալում մնում են։ Եվ ինքը ինձ այն ժամանակ ստույգ պատասխան իհարկե չտվեց, բայց ասաց, որ եթե փորձես եւ քո դուրը գա եւ հավանես, որտեւ ինչքան է իհարկե գործիքը հայտնի է եւ պատմություն ունի եւ դե գվարների սարքածն է, միևնույնն է տարբեր երաժշտին տարբեր ձևի է, մի ձևի է, դա ոնց որ մարդու հարաբերության տիպի մի բան է, գործիքի հետ հարաբերությունը եւ ամուսնության ժամանակ է պետք, որ դու իրեն հետ այդ լեզուն գտնես, հասկանաս ինչքանով դու կարող ես իր հետ շփվես եւ ոնց կարող ես իր հետ շփվել գործիքի։ Ես էլ որտեվ իրանց խնդրեցի, որ ինձ մի ամիս ժամանակ տան, որ ես կարողանամ 2 գործիքներ ունենամ, որը որ այն ժամանակ իրանց համար մեծ բացառություններ ինձ մոտ դա նաև կապված էր մի քիչ ապահովագրության առումով եւ այլն, որտեվ 2 գործիքներ իմ մոտ էին։ Արտկասկի մեկը Համստրադիվարին եւ հա։ Բայց ես ասացի ուղղակի գիտեք ինչ, ես հա իհարկե sense ոնց որ թվում է որ դե Իզայի գործիքը ոչ մի հարց չպետք է լինի, բայց քանի որ ես այն մյուս Ստրադիվարին բավականին հավանում էի, ես ուզում էի ուղղակի անունի հետևից չեն գնեի եւ իրականում ընտրեի այն գործիքը, որը որ քոնն է։ Հա, իրականում, հա, տեսնեի, ես ոնց որ հավանում եմ այդ գործիքը, թե չէ։ Այս նիպոնի դու պետք է 8 տարի անց վերադարձնեիր գործիքը։ Իրանց, այսպես ասած, օրենքի կամ սահմանադրության մեջ գրած է, որ 7 տարի է ժամկետը, հա, չնայած իրանք բավականին երկարաձգեցին եւ հետո դրանից հետո էլ նաեւ որ կոവിഡ്-ը եկավ, այդ ամեն ինչը դարավ Սերգեյ, աշխարհում միակ մարդն ես, ում նկատմամբ կոവിഡ്-ը բարի է գտնվել։ Մի կողմից այո, գործիքի առումով այո, որովհետև արդեն այդ խոսակցությունները սկսվել էին, որ ոնց պետք է կազմակերպենք գործիքի վերադարձը, եւ հետո կոവിഡ്-ը սկսվեց եւ ես արդեն չկարողացա մեկնել Ճապոնիա եւ հետո այդ ամեն ինչը որ արդեն ձգձգվեց, շուտ ամիսներ անցան եւ այլն, հետո ճապոնացիները սկսեցին մտածել, որտեվ այն ժամանակ իրանք կարող էին գալ Գերմանիա, վերցնել եւ հետ վերադառնալ Ճապոնիա։ Բայց հետո ես չեմ հիշում ինչ որ դելտա սկսվեց, թե ինչ սկսվեց, որ տարբեր բաներ կային, չէ, տեսակներ կային։ Ենթախմբերը։ Եվ իրանց էլ արգելափակեցին։ Այսինքն իրան կարող էին գային Գերմանիա, բայց հետ չէին կարող գնալ Ճապոնիա։ Փակ էր ամեն ինչ, իրենցից սկսվեց փակումը աշխարհի։ Մի խոսքով դրա համար ես էլ անընդհատ ինչ որ բախտս չէր բերում, փորձում էի ձայնագրեի եւ անընդհատ մի բան չէր ստացվում այդ ձայնագրելու մեջ։ Մենք հիմա խոսում ենք Իզայի սոնատների մասին։ Այո, արդեն այդ վերջի ձայնագրությունը։ Որոնք բարդ են շատ, բայց ինձ թվում է աշխարհում, չգիտեմ, կա երկրորդը այդպիսի հստակ հավաքածու, որտեղ դու սկզբից մինչև վերջ ձայնագրվել են իր սոնատները իր իսկ գործիքով։ Իր գործիքով չէ, այսինքն պատմության մեջ ինչքանով ես փորձեցի հետազոտել եւ տեսնել արդյոք միգուցե մեկը ձայնագրել է, որը որ ես չգիտեմ, Պարզվեց, որ ոչ մեկ Իզայի, որտեվ Իզայի գործիքը նաև երկար տարիներ եղել է Isaac Stern-ի անձնական գործիքը, բայց Isaac Stern-ը չի ձայնագրել ընդհանրապես, ես նույնիսկ չգիտեմ, կա իրան կարող է կլինի նույնիսկ ինչ-որ ձայնագրություն մի սոնատի, չնայած էլի հիմա ինձ թվում է չեմ բաներել, չեմ գտել, բայց համենայն դեպս որպես լիովին 6 սոնատը ձայնագրել, այդ ձայնագրությունը չի եղել։ Շատերն են ձայնագրել Իզայի 6 սոնատը, բայց ոչ իր գործիքով եւ դրա համար մտածում եմ, դե քանի որ ինքը իմ մոտ է, պետք է այդ պատմական շանսը բաց չտա։ Այո։ Սերգեյ Խաչատրյան։ Մենք ազգանվան մասին կարող ենք երկար խոսել, խաչը տվողների կամ խաչը տրվածների։ Հետաքրքիր է որտեղից է
քո ընտանիքը եւ որտեղից են սերում հենց Խաչատրյանները։ Դե իմ papai կողմը Ղարսից է, մամայիս կողմը Գյումրիից են գալիս։ Հա, Էլի հեռու չի։ հա։ Papas կոնդեցի է։ Դու լրիվ տիպիկ Երևանցի ես, Սերգեյ։ Այսինքն Կարսից եկել են եւ հաստատվել են Կոնդում։ Վաու, այդ պապերը, թե ապու պապերը։ Չէ, իմ papas։ Պապը։ Ոյ քեզ բան։ Հետո Կոնդից իջել եք, հետո Սարերից իջել եք ներքև։ Իրանք հետո հա, դե հետո երբ որ արդեն հայրս մորս հետ է արդեն ամուսնացել եւ այլն, արդեն իրանք հետո տեղափոխվել են այս Մոսկովյանը, որը որ եղել է իմ մորս ծնողների տունը։ Իրանք եղել են ինժեներներ։ Հա։ Այդտենց։ Գիտես, ամենասիրուն փաստերից էր ամեն բանը փնտրելիս, որ Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունենում իր քրոջ Լուսինե Խաչատրյանի հետ։ Ու ինձ այդ շատ շոյեց էլի սիրտս, ու ես պատկերացրեցի, որ դու ամեն ինչ արել ես ու ամեն ինչ անում ես, որ քո ընտանիքը չառանցնանա, անկախ ամեն ինչից։ Բայց արդյոք դժվար չէ ընտանիքի անդամների հետ աշխատել։ Չեմ կարող ասել, որ ճիշտն ասած շատ դժվարություն ենք ունեցել։ Շատ հեշտ է։ Իհարկե, չէ, չեմ կարող ասեմ, որ շատ դժվար է, որովհետև տարաձայնություններ իհարկե եղել կան, որը որ Ստեղծագործական։ Իհարկե, հա։ Երբ որ աշխատում եմ քրոջս հետ, որովհետև մենք մինչ այսօր նաև միասին նվագում ենք։ Այո։ Իսկ մենահամերգները ես իրեն հետ եմ անում մեծ մասամբ։ Եվ լինում են, որ համաձայն չենք լինում, տարբեր կարծիքներ ենք ունենում, բայց ես կարծում եմ դա շատ շուտ շտկվում է այն առումով, որ ինձ թվում է երկուսս էլ փորձում ենք երաժշտության Լեզվով խոսել։ այո, երաժշտության համար հասնել այն նպատակին, որը որ ի վերջո երաժշտության համար է լավ եւ վերջում գտնում ենք, այսինքն մեր անձի առաջ տանելու խնդիրը չի էլի, կանգնած առաջին հերթին։ Այսինքն դուք ունեք եր նպատակ, եւ դա երաժշտությունն է։ Այո, այո։ Եվ նախկինում նաև ես շատ հաճախ նվագել եմ իմ մամայի հետ, երբ որ ես փոքր էի, հետո դա փոխարինվեց papai հետ, այդ իմ մրցույթների շրջանը սկսել եմ օրս հետ, հետո հայրս էր նվագում եւ միշտ տենց միասին համերգներ ունեցել ենք, որը որ շատ լավ է, շատ բաներ սովորել եմ իմ ծնողներից, նաև շատ ուրախ եմ, որ իրենք չեն եղել ջութակար, որովհետեւ կպատմեն ինչ դժվար ընթացք է եւ դու չեր գնա այդ ուղղությամբ։ Չէ, ոչ թե դրա համար, այլ որովհետեւ աշխատանքի մեջ, երբ որ իմ հայրը իմ հետ աշխատում էր, իրան չէր հետաքրքրում իմ բոլոր այդ, այսպես ասած, ջութակային խնդիրները, այլ ինքը լրիվ ուրիշ տեսանկյունից էր երաժշտությունը տեսնում, որպես դաշնակար, քանց թե որտեղ մենք ջութակարները շատ հակված ենք մի քիչ շատ խորանալ տարբեր բարդությունների պատճառով եւ դրա պատճառով ճիշտ ասած մեկ ոնց որ այդ ընդհանուր պատկերը կորցնում ենք երաժշտության եւ գիծը տանելու եւ ուրախ էի, որ ինքը միշտ ուներ այդ մյուս տարբեր աչքը այդ առումով եւ ինչ որ չափով միգուցե ես նաեւ մեծացել եմ ոչ այդքան որպես տիպիկ ջութակար մտածելակերպով եւ դա իմ համար մեծ հարստություն է իհարկե։ Ունիվերսալությունը։ Որն էր քո առաջին ջութակը։ Օ, ճիշտ ասած չեմ էլ հիշում։ Որտեվ ես ճիշտ ասած երբեք չեմ գժվել ջութակի համար։ Դա տարիների ընթացքում նույնիսկ չեմ կարող ասել երբ ա եղել այդ շրջման կետը, այսպես ասած։ Տարիների ընթացքում ես ոնց որ շատ սկսել եմ սիրել իմ գործիքը։ Բայց ես կարծում եմ իրական սերը, որը որ ես գտել եմ, դա երաժշտության հանդեպ է եւ գործիքը դարել է իրականում որպես գործիք լինել այդ աշխարհում եւ գտնվել այդ ոնց ասեմ, այդ process-ի մեջ, որը որ ես երաժշտությամբ ապրում եմ, երբ որ բեմի վրա եմ։ Գիտես Սերգեյ, երբ որ դու բեմում ես, ոչ թե միայն ապրում ես երաժշտությամբ, այլև դու բոլորիս, անկախ նրանից ով է, ինչ կրթություն ունի, ինչ նախասիրություն, ինչ երաժշտական բաներ, դու վերցնում ես բոլորիս, ամփոփում ես այսպես, դարձնում ես խտացրած մի կետ
նույնական, ու դա անում ես առանց կախարդական փայտիկի, առանց ուժի, առանց գոռոցի, առանց հատուկ կոչերի կամ լոզունգների։ Անում ես մի հնչյունով, կարող է լինել կոմիտասյան, կարող է լինել որևէ այլ։ Ու ես շատ երկար մտածում եմ, ոնց է լինում, որ կան երաժիշտներ, որոնք էլի աշխարհահռչակ, պայծառ, շատ որակով, բայց չեն կարողանում հավաքել ինձ այսքան։ Ու ես փնտրում եմ դրա պատասխանը։ Ինչն է դա, որովհետև դու հայ ես ու գիտես ոնց մեզ հետ հարաբերվել, որովհետև դու ինքդ էլ ես այդ նուրբ լարերով, թե ուղղակի որովհետև ոնց է տեղի ունենում։ Ես չեմ կարծում, որ դա այդքան կապ ունի հայ երաժիշտի եւ հայ ունկնդրի մեջ, որովհետեւ ինձ թվում է ի վերջո երաժիշտի ուժը դրա մեջ պետք է լինի, որ կարողանաս կլանես մարդկանց եւ ասում են, չէ, որ երաժշտությունը ընդհանրապես շատ միջազգային եւ ունիվերսալ լեզու է եւ դու կարող ես դիպչես բոլոր մարդկանց։ Մեզ թվում է, որ երաժիշտը բեմում կանգնեց, միայնակ նվագեց եւ գնաց, ինչ կա ինքն է։ Բայց թիկունքում էլի աշխատում են տարբեր մարդիկ։ Այ ում հետ ես դու հիմա աշխատում, ովքեր են քեզ օգնում եւ ովքեր գոնե չեն խանգարում։ Գիտես, ինձ թվում է իմ կյանքում շատ մարդիկ են եղել իմ ճանապարհին, սկսած Գերմանիայի, սկսած նույնիսկ Հայաստանից, որ շատ մարդիկ են եղել մեր ճանապարհին, որոնք որ օգնել են, այդ թվում շատ հայեր, որոնք որ աջակցել են իմ ճանապարհը, շատ գերմանացիներ, երբ որ հատկապես մեր առաջի այդ ես ու Լուսինեն առաջի այդ քայլերն էինք անում բեմերի վրա փոքրիկ Գերմանիայում, շատ մարդիկ են եղել, որ օգնել են եւ դժվար է բոլորին թվարկել եւ բայց ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ չգիտեմ, ես կարծում եմ, որ բավականին ես բախտավոր կյանք ունեմ եւ ունեցել եմ եւ ունեմ։ Սկսած իհարկե ամենակարևորը իմ ծնողներից եւ շատ մարդկանցից իմ դասատուն, որ ընդհանրապես կարելի ասել 96 թվից, երբ որ ես գնացի իրեն մոտ, դա Յոզեֆ Ռեսինն է, պրոֆեսոր Ռեսինը, որ ինձ դարձրեց ջութակահար զուտ իմ ունակությունները ընդհանրապես, այսպես ասած, ջութակի վրա շարժվելու եւ հասկանալու այդ ամեն ինչը տեխնիկապես ոնց է աշխատում, ես շատ պարտական եմ իրեն եւ հույսով եմ, որ կարողացել եմ վերցնել շատ բաներ իրենից, որովհետեւ ջութակ նվագել է, ոչ միայն ջութակը կարծում եմ, բայց ջութակը այնպեսի գործիք է, որ ուշ թե շուտ բոլորս էլ ինչ որ խնդիրների բախվում ենք, քանի որ ինքը ֆիզիկապես շատ անհարմար գործիք է եւ անդուր է եւ դա իհարկե կապված է մկանային համակարգի հետ եւ այլ եւ այլ։ Ամենակիչը ես քեզնից այս տեքստն եմ սպասում։ Հա, անհարմար գործիք է եւ անդուր է, բայց ինքան սիրուն ես ասում թեթև։ Չէ, ինքը ամենաերևի անբնական գործիքներից է, բոլոր երևի գործիքներից։ Հա, մարմնի համար ինքը անբնական է եւ այս բոլոր պտույտները, որ դու անում ես եւ նաեւ այդ ձայնը ստեղծելը շատ բավական լարվածությունների հետ է դա կապված։ Բայց եւ ուշ թե շուտ բոլորս է, քանի որ մենք շնորհակ շատ քիչ մարդիկ են նայում այսինքն երաժշտի էությունը որպես ինչ որ սպորտային նաև մի հատված, բայց ահագին բաները մկանային աշխատանք է եւ ինչ որ չափով դա բավականին սպորտային դիսցիպլինային էլ է նման եւ տարիքով իհարկե քո մկաները այդպես ճկուն չեն եւ ամեն ինչ եւ ուղղակի կարեւոր է նա եւ լավ դասատուն կարծում եմ, որ դրանով է տարբերվում, իհարկե դեռ պետք է լավ աշակերտ լինես, բայց լավ դասատուն դրանով է տարբերվում, որ կարողանում է քեզ, այսպես ասած, այդ դեղատոմսերը ոնց որ բացատրել եւ որ դու հասկանաս, որ դեղը պետք է օգտագործես որ ժամանակ, հա, ապակինվելու համար եւ կամ երբ որ սկսում են ինչ որ փոքր նույնիսկ նշույքներ, ինչ որ խնդիրների, մինչեւ որ դառնում է դա արդեն մեծ խնդիր, որ կարողանաս ընդհանրապես առաջերտին տեսնես, որտեղ պատմության մեջ շատ ջութականներ են եղել, նույնիսկ մեծ անունով, որոնք որ իրենց տաղանդի, իրենց նաև ֆիզիկական պոտենցիալի եւ ոնց որ բնական, հա,
պոտենցիալի շնորհիվ ոնց որ ֆենոմենալ նվագել են, բայց երբեք չեն իմացել այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Եվ դա իհարկե միջև գալիս է առաջի խնդիրը շատ լավ է, բայց այնց որ առաջի խնդիրը գալիս է եւ դու չես կարողանում ու դու չես հասկանում այս ամեն ինչը ոնց է աշխատում, այդ ժամանակ շատերը են գնում են ոնց որ հոգեբանական խնդիրների մեջ, որտեղ դա հետո միանում է բեմից վախի հետ կապված եւ այլն եւ այլն։ Սերգեյ, ես քեզ լսում եմ ու հասկանում եմ, որ մենք բոլորս ունենք նույն վախերը, բեմի մարդկանց մասին եմ ասում։ Հա, դե դա։ Որովհետև ինձ, հա, որովհետև նույնը դասական երաժիշտը, թեկուզ հիմա էստրադայինը դրենք մի կողմ, դասական երգիչները էլի պետք է ճիշտ կարողանան դասավորել իրենց ձայնի սպառումը, որպեսզի օրինակ 60-ում դեռ կարողանան երգել ու երգել գրագետ ու ճիշտ, ձայնը չմաշվի։ Ձայնը էլ ավելի ես կարծում եմ դժվար է, որտեղ գործիքը հենց քո մարմինն է եւ նույնը դերասանը էլի ինչքան էլ էմոցիոնալ խաղում է, բայց եթե դու մաթեմատիկական ճշգրտությամբ չկառուցես քո կերպարը, այդ էմոցիան գրոշի արժեք չունի, որտեղ մի օր կարող է էմոցիա լինել, մյուս օրը չլինել, դու բան չես, չէ։ Հիմա որ քեզ լսում եմ, հասկանում եմ, որ մենք հետաքրքիր նույն վախերն ու նույն խնդիրներն ունենք տարբեր դրսևորումներով։ Բայց հա, բայց նմանություններ կան, իհարկե։ Բայց երբ որ դու ջութակը ձեռքիդ կանգնում ես բեմում, ես չեմ տարբերում ջութակը քեզնից։ Նա քո շարունակությունն է կամ դու ամբողջական ջութակ ես ու ես հիմա դու որ ասում ես անհարմար է կամ դաստակի ծրվածությունը ու մեջքի ու ես հասկացա որ այդ ամբողջ աշխատանքը որը դու անում ես մինչև այդ եւ այդ պահին ես չեմ տեսնում այդ որտեղ ես տեսնում եմ ամբողջությունը Իմ համար ես չեմ կարող ասել որ իմ համար գործիքը անհարմար է բայց ուղղակի զուտ մարմնի բնական բանի համար իհարկե ինքը անհարմար գործիք է բայց դե ես 6 տարեկանից սովոր եմ այտենց գործիքը բռնել Սերգեյ աշխարհում ամենավորակով հաջողակ, ամենաաշխատասեր ու տաղանդաշատ տղամարդու թիկունքում միշտ կանգնած է իր ընտանիքը։ Սկզբում ծնողական, հետո արդեն իր անձնական։ Բայց դու սովորություն չունես ընտանիքից խոսելու, հետաքրքիր է, չէ, առիթ չի եղել, թե դու առհասարակ շատ չես տալիս հարցազրույցներ։ Հա, այդ մեկ երկրորդն է ես շատ ուղղակի չեմ խոսում ոնց որ իմ անձնական կյանքից, որովհետև հաշվում եմ, որ նաև դա իմ անձնական կյանքն է եւ անձնական զգացմունքներս, որ ես ունեմ դեպի իմ ընտանիքը եւ նաև իմ կինը, դա շատ նենց չի որ խուսափում եմ դրա խոսալուց, ուղղակի ես հաշվում եմ, որ դա ինչ որ հրապարակային մի բան չպետք է դառնա ամեն դեպքում։ Ու սա հրապարակային չի, սա շատ անձնական է ամեն ինչ հիմա, ինչ որ ասվում է կամուրջներում, ուստի ես արտադրում եմ։ Դուք ո՞նց եք հանդիպել իրար։ Մենք պատական հանդիպել ենք 2012 թվին Բրյուսելում երաժիշտների միջոցառում էր սենց, որտեղ երաժիշտները հավաքվում էին Եվ հավաքում են այն տանը, որտեղ որ ես միշտ գալիս է եւ մնում էի, դա այն կնոջ մոտ էի մնում, որտեղ որ ես ճանաչում եմ դեռ մրցույթից, որտեղ ինքը իմ host family-ն էր, չգիտեմ դա ոնց են հայերեն ասում։ Հյուրընկալ ընտանիքը։ Այո, եւ որտեղ մրցույթի ժամանակ միշտ երաժիշտները գնում էին տարբեր ընտանիքների մոտ եւ հաճելի է։ Դա չգիտեմ բոլորը, բայց հավանաբար դեպս մեզ ինձ եւ ծնողներիս այն ժամանակ իրենք իմ հետ էին, մեզ տեղավորել էին այդտեղ եւ մեզ մոտ շատ լավ ոնց որ կապ սկսվեց եւ շատ լավ կին էր Վենսիեն անունով եւ ինքը այն ժամանակ նաեւ շատ էր սիրում երաժիշտներին հավաքել իր տան, ինքը շատ մեծ տուն ուներ եւ այն եւ հավաքում էր։ Կին է եղել։ Հա Եվ 2012-ին այտենց մի հատ հավաքույթ էր, որի մասին ես ընդհանրապես չգիտեի, եւ ես գնացել էի հերթական, որտեվ համերգ ունեի, արդեն դա մրցույթից հետո էր իհարկե, շատ տարիներ անց,
բայց համերգուն է եւ ամեն անգամ որ արդեն Բրյուսել գնում էի համերգի, ես ինքնից ասում եմ, արի էլի կմնաս ոնց որ իմ մոտ եւ տենց գնացի եւ պատահական հանդիպեցի Անժելային։ Ոնց եղավ։ Շատ լավ։ Բարեդես, ինքը Անխել է, սիրում եմ իրեն ասել Անխել։ Անխել։ Որ ես զգում էի, որ հանդիպել եմ մի շատ յուրահատուկ եւ շատ բարձ հոգով մի մարդուն։ Որտեւ ես միշտ մի ժամանակ եմ սա ասել, երբ որ ես ավելի երիտասարդ էի, այդ ժամանակները մոտավորապես մտածում էի, որ ես երբևիցե չեմ ամուսնանա, քանի որ ոչ մի մարդ չի դիմանա քո։ Դրա համար չէ, բայց ես չեմ կարողանա երբևիցե գտնեմ այդ մաքուր զգացմունքը սիրո, որը որ ես ապրում եմ, երբ որ ես նվագում եմ։ Ու ես մտածում եմ, որ դե մարդուց դա դժվար լինի, որտեղ մենք բոլորս կատարյալ չենք, նաև ես էլ ինքս էլ էլի։ Եվ բայց այդ ինձ թվում է այդ ամենակարևոր ոնց որ հանգամանքներ, որը որ ես զգացի, որ ինքը այդպիսի էակ է։ Եվ հետո միանգամից տենց շփում չեղավ, հետո մի քանի ժամանակ հետո ինքը Լոնդոնում էր, որտեղ սովորում այն ժամանակ։ Ինքը եկավ ինչ որ չափով կարելի ասել պատահական իմ համերգի, չնայած եկավ ու էլի գնաց, այսինքն ես ոչ իր համարն եմ ունեցել, ոչ բան։ Օկեսյան ասել է այն ժամանակ, որ Լոնդոնում մի քանի ամիս հետո համերգ եմ ունենալու։ Փառք Աստծո, քեզ այդքան դժվար չէր գտնելը։ Փառք Աստծո։ Ինձ այդքան դժվար չի գտնել, դա ճիշտ է։ Լոնդոնում համերգ, Փարիզում համերգ ու գալիս է Անխելա համերգ։ Ինքը եկավ նենց պատահական նաև ստացվեց, որ ինքը եկավ Ետնաբեմ եւ շնորհավորեց ուղակի ու էլի գնաց։ Եվ հետո սկսեցինք մի քիչ շփվել եւ այլ, դա ուտենց զարգացավ եւ 17 թվին մենք ամուսնացանք։ Սպասում եմ էլ այդ կարևոր։ Հետաքրքիր է, որ 2012 թվականը բոլոր իմաստներով բեկումնային է եղել քեզ համար, եւս մեկ բեկումնային տարի, դու նաեւ դարձար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ 2012։ Դա բեկումնային բան է, դες։ Ինձ համար կարևոր է, որ իմ պետությունը գնահատում է արտիստին։ Ինձ համար կարևոր է, որ աշխարհում հնչող Սերգեյ Խաչատրյան ազգանունը իր երկրում գոնե խորհրդանշական մակարդակում ունենա իր պետական շնորհակալությունը։ Ինձ համար դա կարևոր է։ Ես ընդունում եմ, որ այս բոլոր պարգևներից ավելի վերը երաժշտական պարգևը։ Չէ, դրանում չի հարց, ուղղակի տարբեր ոնց որ տեսանկյուններ կա դրա։ Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից նայած պետությունը ինչ է իրենից ներկայացնում։ Եվ այդ ամեն ինչը, երբ որ դու հետո այն ժամանակ, գիտես, ես շատ չէի խորանում ոչ քաղաքականության մեջ, հիմա էլ ես չի որ շատ խորացած եմ, բայց համենայն դեպս կարող եմ ասել, որ ավելի հասուն տարիքում եմ, այն ժամանակ ինձ այդքան ես չէի մտած այդ ամեն ինչի մեջ եւ չէի հասկանում նաեւ, բայց ինչ որ կապված է մեր պետության եւ պետականության հետ բավականին մեծ խնդիրներ ենք մենք ունենք եւ ցավոք սրտի ես այդ ծայրը դեռ չեմ տեսնում եւ միակ հույսը որը որ մենք ունենք ինչքան է այս թեման շատ իհարկե տխուր է եւ ողբերգական է ես կարծում եմ որ միևնույնն է մարդիկ են նոր սերունդն է եւ մեր նաեւ առաքելությունը նրանում է որը որ փորձում ենք ինչքանով հնարավոր է դաստիարակել մի նոր սերունդ ուրիշ գիտակցությամբ, ուրիշ արժեքներով նաև ինչ-որ չափով փորձենք գնալ ճշմարտության ճանապարհով, ինչքան է դա էլ բարձ չի որն է ճշմարտությունը։ Փնտրում ենք դեռ, ընթացքի մեջ ենք։ Գիտես, այս մենք շատ ինձ թվում է, ես կարծում եմ, որ բոլոր մեր ողբերգության խնդիրը նրանում է, որ մենք շատ երկար տարի ինքնախապեյությամբ ենք ապրում ենք ստի մեջ։ Շատ երկար տարի։ Ես դու կանխեցիր իմ ասելիքը, դա էի ուզում, երկրորդ եմ քեզ։ Երևի ես բոլոր ողբերգական պատմությունների վերջում ամենակարևոր լուսավոր կետն այն է, որ մենք վերջապես բաց աչքերով նայեցինք ինքներս մեզ հայելու մեջ։ Եվ մեր ներսում։
անհատական մակարդակում վստահ համակարգային ու հասարակական առումով դեռ չեմ կարող ասել։ Դե ես կարծում եմ, որ դեռ չենք տեսնում, որտեղ մենք շատ սովոր ենք։ Կարող է չենք բարձրաձայնում, որովհետև շատ ամաչում ենք կամ վախենում ենք կամ նեղվում ենք կամ իրականում շատ ընդունելի ճշմարտություններ չէ, այսինքն նորմալ մարդը չի ուզի ընդունել իրականությունը եւ մեր դեմքի իրական պատկերը, բայց մյուս կողմից անհատական մակարդակում հստակ գոնե ես իմ շատ նեղ սուբյեկտիվ անձնական դիտարկումն եմ ասում, այդ առումով, հա։ Խնդիրը ինձ թվում է նաեւ նրանում է, որ մեզ մոտ դա մտածելակերպ է արդեն դարձել, ոչ թե կոնկրետ մի ողբերգության պատճառով ենք փորձում ինչ-որ ուրիշներին մեղավոր գտնել, այլ դա մտածելակերպ է, որ ու դա դու տեսնում ես ամենայն ինչ-որ փոքր խնդրից, որ ընդհանրապես կարևոր մի բան չէ, բայց ոնց որ չկարողանալ ոնց որ տեսնել, չկարողանալ քեզ տեսնել հայլու մեջ եւ չկարողանալ իրականում քո դեմքը տեսնել, քո սխալները տեսնել, ընդունել, ընդունել, նայ, մենք կարող ենք տեսնել, բայց այդ ծածկադմփոցու պահը մեկը աշխատում է։ Հետո մի բան ընդունել, որ շատ բաներում մենք շատ բան չգիտենք, որ շատ բան մենք չգիտենք եւ մենք օրինակ չենք ուզում ընդունենք, որ մենք շատ բան չգիտենք։ Եվ մենք իսկ եթե դու չես ընդունում առաջերտին, որ դու շատ բան չգիտես, դու նաև չես ընդունում, որ դու շատ սովորելու բան ունես։ Իսկ եթե դու չես ընդունում, որ դու շատ սովորելու բան ունես, դու երբեք չես կարող զարգանալ։ Մի հարց, արդյոք մենակ շատ իմացությունը կամ շատ կրթվելն ու ինքնակրթվելը կարող են ձևավորել լավ մարդու կամ լավ քաղաքացու։ Արդյոք չկա։ Ոչ։ Արժեքային համակարգ, խիղճ, չէ՞։ Բայց դա էլ դու պետք է սովորես։ Դու պետք է այսօր գիտակցես եւ ընդունես, որ այդ արժե համակարգը, որում որ մենք հիմա ապրում ենք, իհարկե ես չեմ ուզում ընդհանրացնում ենք մենք հիմա, բայց կան ուրիշ մարդիկ էլ, բայց որ դա ճիշտ ճանապարհը չէ։ Չէ՞։ Սերգեյ, 2012-ը ինձ համար քո կյանքում բեկումնային էր նաև, որովհետև դու հանդիպեցիր առաջին անգամ քո տիկնոջը։ Կապ չունի, որ նա դեռ այն ժամանակ չգիտեր դրա մասին եւ դու չգիտեիր։ Բայց ես ուզում եմ անձնապես շնորհակալություն հայտնել Անխելային, որովհետեւ բացարձակ արագությամբ նա պատասխանեց, երբ որ ես քեզ գրել էի սկզբում Instagram-ով, այնքան արագ, այնքան էի շոյվել եւ հետո մեր կապը այդպես պահեցինք, մինչեւ որ իմ բախտից դու 2 օր ավել մնացիր Երևանում ու ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ դուք չլինեիք նախ Սերգեյը չլինի այսքան խաղաղ ու հանգիստ իր թիկունքում պաշտպանված եւ ես այսօր չէի ունենա այս հարցազրույցի հնարավորությունը։ Սերգեյ, հիշում ես առաջին վայրկյանը, երբ ծնվեց առաջնեկդ։ Այո, իհարկե, Իսպանիայում էր։ Հիշում եմ։ Հիշում եմ, մենք հիվանդանոցում էինք եւ առաջին ճիշտ ասած ես եմ ընդունել։ Հա, երեխուն տեսել, որտեվ ճիշտ ասած չէի կարող մտնել այդ ժամանակ։ Հա, բայց Հայկին բերեցին եւ դրեցին իմ ձեռքի մեջ եւ Հայկը շատ զարմացած դեմքով նայեց ինձ։ Ես էլ զարմացած դեմքով իրան նայեցի։ Ու մենք երևի հասկացանք, որ այնտեղ մի բան կա, բայց չգիտենք ինչա։ Չէ՞ որ հետո կամած ոնց որ ինձ մոտ դա էլ է ինչ-որ մի process, այսինքն այդ հարաբերությունը, երբ որ դու երեխա միջև չես ունեցել, դա էլ է ինչ-որ մի բան, որ ծնվում է քո մեջ եւ հետո զարգանում է երեխու հետ, ու դու էլ ես այդ ժամանակ մեծանում։ Իհարկե։ Որպես հայր նաեւ։ Քո ասած 5 տարի առաջվա ձայնագրությունը լրիվ ուրիշ ականջով ես լսում արդեն։ Այո։ Ամեն օրվա հետ, երեխայի հետ դու ուրիշ կերպ ես նայում աշխարհին։ Իհարկե։ Չէ, դու հասկանում ես, որ արդեն այսպես ասած դու չես աշխարհի կենտրոնում, էլի։ Ավելի կարևոր մարդու կա։ Ավելի կարևոր բաներ կան եւ որտեվ դե մենք կամա թե ակամա որպես երաժիշտներ իհարկե ուզած չուզած, չնայած ես որպես կերպար այդքան էլ այդ աստղային հիվանդություններով տարված չեմ, բայց դե մեկը քո գործը բերում է նրան, որ դու շատ փորձում ես կենտրոնանաս քեզ քո մեջ, քո գործով եւ այլն եւ քեզ այդ ժամանակն է պետք եւ պետքա ոնց որ մտնես այդ քո աշխարհի մեջ եւ այլն, այդ մի քիչ հա եւ երեխաների հետ այլ ավելի դու այդ ամեն ինչից դուրս ես գալի, չնայած հիմա փորձում ես ոնց որ այդ երկուսը համատեղել, որ հեշտ իհարկե հեշտ բան չէ, բայց իսկ երկրորդը
Երկրորդի ծնվելու ժամանակ եմ ես նույնիսկ եղել եւ Արդեն ուրիշ գիտակցություններ, չէ՞։ Արդեն, հա, ուրիշ գիտակցություններ, բայց ճիշտ ասած իմ համար դա ամենաուժեղ պահն էր։ Ճիշտ ասած, որովհետեւ ես գիտեմ, որ մենք մեր ավանդույթի մեջ ոնց որ հայրը ընդհանրապես հիվանդանոցում չի տեսնում եւ այլն։ Եվ փոխվել է, բայց ես կարծում եմ դա շատ կա։ Ես ուղղակի տիեզերքի հզորությունը զգացի։ Դա այնց մի հատ տպավորիչ եւ իմ վրա ուղղակի դա շատ ուժեղ ազդեց։ Որ դու հասկանում ես, որտեվ դա ինքը իհարկե գեղեցիկ process չի, բան չի զուտ, բայց ինքը այնքան հզոր է, որ չգիտեմ, ինձ միգուցե որպես երաժիշտ, այսինքն արվեստագետ, որը որ այդ զգացմունքների մեջ ապրում է, իմ համար դա մի հատ sense լրիվ բացահայտում էր։ Եվ ես շատ կուզենայի, որ ընդհանրապես մարդիկ դա մեծ զգային։ Եթե կզգան լինելով այնտեղ։ Իմ համար իմ կյանքում երևի թե ամենահզոր պահերից էր։ Դու կուզեիր, որ քո երեխաները գնային երաժշտական ուղղությամբ։ Շատ, իհարկե։ Անկախ բարդություններից։ Իհարկե, բայց գիտես, երաժշտության պետք է գնաս, չնայած դա այսօրվա ընդհանրապես աշխարհը այդպես չի աշխատում, եւ երբ որ տեսնում եմ այսօրվա երաժիշտներին հեչել այտենց չէ, բայց ես հաշվում եմ, որ միևնույնն է երաժիշտ պետք է լինես մենակ այն դեպքում, երբ որ առանց այդ երաժշտության չես կարող ապրել։ Եվ առանց այդ զգացմունքի, հիմա բարձր որ Հայկը կամ Ամալյան կամ Սոֆիան այդ նույն զգացմունքը չեն ունենա, իրանք կունենան իրենց զգացմունքները եւ իրենց աշխարհը, բայց երաժիշտ պետք է մենակ լինես, եթե իրականում դա ոնց որ մի բան է, որը ոնց որ քո հացն ու ջուրը լինի եւ հացը ոչ բանի իմաստով, այլ հոգեվոր իմաստով։ Եվ բայց ես ներքին շատ կուզեի իհարկե։ Չնայած ոնց որ շատերը ասում են դե այդ ինչ մասնագիտություն է եւ այդքան բարդ է եւ եթե դու չես հասնում ինչ որ նվաճումների, հա, սոլիստական բամով չես բանանում, իհարկե շատ դժվար է գոյատևել որպես երաժիշտ։ Իրականում շատ դժվար է։ Հա, բայց հիմա օրկեստրում նվագող երաժիշտն էլ չէ, շատ կարևոր առաքելություն ունի։ Հա, բայց նույնիսկ այդտեղ է շատ դժվար գոյատևել, ես դա եմ ասում էլի։ Ընդհանրապես այսօրվա դրությամբ, բայց Հայաստանի մասին չեմ խոսում, նույնիսկ Եվրոպայում ընդհանրապես շատ դժվար է ընդունվել ինչ-որ մեծ նվագախումբ, որտեղ մրցակցությունը այնքան բարձր է, որ իրականում շատերը ուղղակի նաև գումարներ խնայելով շատ նվագախմբերը վերցնում են երաժիշտներին որպես պրակտիկում այդ ձևով եւ իրանց ոնց որ նվագասում են, որտեղ քանի որ դա արդեն աշխատավարձ չի այդպես, հա, կայուն կարաս ավելի էժանով իրենց աշխատացնես, իսկ ու դրա հերթն էլ այնքան երկար է, որ եթե այդ մարդը մի օր հոգնի ասի դե չեք ընդունում ինձ գործի, ուղղակի ոնց որ կոպիտ ասած ինձ օգտագործում եք, խնդիր չի, ինքը թե գնան շատերը սպասում են։ Եվ դժվար է իրականում որպես երաժիշտ, այսինքն եթե դու չես հասնում այդ սոլիստական մակարդակի կամ չգիտեմ ինչ-որ քարյակ, դա էլ է շատ դժվար իհարկե օրգանիզմ, ընդհանրապես քարյակ ստեղծել կամ ունենալ կամ քարյակում նվագելը, բայց հա, դա հեշտ չէ։ Սերգեյ, այսինքն եթե աշխարհում ենք լսում ենք տարբեր դասական երաժշտության մեջ տարբեր հանրահայտ սոլիստների անուններ, լինեն ջութակահար, դաշնակահար, թեթև ջութակահար, ալտ կամ կապ չունի, ուրեմն նրանք իսկապես կարողացել են անցնել բոլոր մրցակիցներին, լինել լավագույններից լավագույնը։ Իրանք ունեն, դե մենք ամենասկզբից երբ որ դեռ քայլում ենք, խոսեցինք, որ այդ մի քիչ իմ համար անարդարության առումով, որ կան ցավոք սրտի նաև այսօրվա դրությամբ շատ լավ կարիերա ունեցող մարդիկ, որոնք որ օբյեկտիվ առումով, չնայած օբյեկտիվ որն է հիմա, ես իմ կարծիքն եմ ասում, դա կարելի է ընկալել նորից որպես սուբյեկտիվ կարծիք, բայց համենայն դեպս այդ որակական բարձրունքում չեն գտնվում, թե որպես երաժիշտ, նույնիսկ որպես ուղղակի գործիքը շատ լավ տիրապետող մասնագետ, այսպես ասենք։ Բայց ուղղակի հայտնվել են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Ուղղակի իրանք ունեն շատ լավ մենեջեր։ Միգուցե նաև, բայց նաև իրանք էլ շատ լավ ուրիշ տաղանդներ ունեն,
որը որ ես չգիտեմ կապերից, այսինքն որովհետև միշտ անձնական կապերի ստեղծել, իմանալ ում հետ ոնց է շփվում, ում հետ ես կապնվում, ինչի ես անում, այսօր մեծ դեր է խաղում եւ գնալով դա ավելի կարեւորվում է սոցիալական ցանցի ակտիվությունը, որտեղ խնդրում եմ, ինչ ահավոր է։ Իհարկե։ Ու դրա հետ մեկտեղ մենք մի խնդիր ունենք, ինչն է նպաստում այդ ամեն ինչին, որ գնալով էլ շատ արդեն մարդիկ, որոնք որ պատասխանատու են համերգների, այսինքն եթե նվագախմբի կազմակերպողներն են, հա, նվագախմբի մենեջերներն են կամ դահլիճի տնօրեններն են կամ կազմակերպողներն են, որոնք որ արդեն ընտրում են ում են կանչում, այդ մարդիկ ցավոք, ինչքան մենք ոնց որ ժամանակը գնում է առաջ, այդ մարդիկ ցավոք գնալով ավելի քիչ իրական կապ ունեն երաժշտության հետ։ Այսինքն եթե նախկինում այդպիսի մարդիկ մինիմում գոնե, չգիտեմ, ինչ որ երաժշտական կրթություն են ունեցել կամ կան երաժշտություն, իրանք հասկանում են ինչա նշանակում ընդհանրապես բեմ դուրս գալ եւ նվագել, բայց լավ բիզնեսմենը կարող է դառնալ, հա, որը որ ավելի հերակա կապ ունի ինչ որ երաժշտության հետ։ Միգուցե նենց չի որ ընդհանրապես կապ չունի, բայց արդեն ու երբ որ դու այդպիսի արդեն մարդիկ ունես, որոնք որ այսօր հրավիրում են կամ չեն հրավիրում մարդկանց, իրանք նաև, քանի որ արդեն իրանք չունեն իրանք չեն հասկանում ինքները ով է որակյալ հետաքրքիր որպես երաժիշտ, չեմ խոսում թե վատն է կամ լավն է, բայց ինչ տարբերություն կա, եթե իմ նվագի մեջ եւ մի ուրիշ ջութակարի նվագի մեջ որն են իմ հետաքրքիր կողմերը եւ ուրիշի հետաքրքիր կողմերը, այսինքն եթե դու այդ ամեն ինչը սկսում ես այդքան էլ չտարբերել, արդեն անունն է մնում տակը։ Դու սկսում ես ոնց որ հիմնվել ուրիշ կետ բաներից, սյուններից։ Հիմա ուրիշ սյունը այսօրվա դրությամբ ենթադրենք սոցիալական ցանցն է։ Հիմա դու մտնում ես, չգիտեմ, Instagram կամ Facebook, տեսնում ես այս մարդը շատ ավելի լայք ունի, ուրեմն քեզ համար այդ մարդը ավելի հետաքրքիր է դառնում։ Փրկեք ինձ այս աշխարհից։ Հա, դե դա կա։ Ես մենակ մի հատ մտավախություն ունեմ ավելի շատ, քան թե տեխնոլոգիան, ճիշտ է դա էլ է բերում ինչ որ կապվում են իրար։ Մարդը որ զարգանում է այս ուղղությամբ, մենք մարդիկ, հա, որպես մարդկությունը, արդյոք մենք մի օր այդ զգացողական դուռը մեր դեմ չի փակվի, որովհետև եթե դու այսօր գնում ես ու փորձում ես փոխանցես ունկնդրին մի բան, հա, քո նվագով, չնայած մենք խոսացինք, որ ես կոնկրետ չեմ փորձում փոխանցել, ուղղակի ես ապրում եմ մի բան եւ հա ինչ որ ունկնդիրը դրանից վերցնում է, դա ոնց որ շատ լավ է, բայց արդյոք ունկնդիրը վաղը չեմ իսօրը այդ զգայարանները իր մոտ բաց կլինեն, որովհետև ունկնդրից շատ բան է կախված։ Ինչքան է ես իմ էությամբ եւ իմ նվագով եւ իմ ապրումներով մի բան փոխանցում եմ, ունկնդիրը պետքա ունենա այդ ոնց ասեմ, այդ զգայարանները եւ կետերը եւ այդ աշխարհը իր մեջ, որ կարողանա դա անցալի։ Ես ամեն դեպքում վերադառնում եմ Արիստոտելին։ Մարդը հասարակական էակ է։ Եվ այդ հասարակության մեջ որևէ կերպ հաշվված չէր AI-ը, իբրև հասարակության անդամ։ Այն կա եւ կմնա իբրև գործիք, ինչպես ժամանակին ուրիշ գործիքներն էին հեշտացնում մարդկանց կյանքը, այնպես էլ AI-ը որոշ դեպքերում նաև բարդացնում է հեշտացնելու փոխարեն, դարձնում է ավելի ալարկոտ, իհարկե զրկում է շատ հուզական պահերից, որովհետեւ դժվարությունների հաղթահարումը բերում է քո որակական աճին, բայց հանրային ու հասարակական իմաստով այն է ինչ ունենք, բայց անհատական մակարդակում չի կարող անհատին որևէ մեկը երբևէ փոխարինել։ Ես չեմ հավատում։ Աստծո ստեղծածը չի կարող մարդու ստեղծածը փոխարինել։ Ու բաբելոնյան աշտարակները նոր չէ որ պետք է կործանվեն, այսինքն միշտ է եղել։ Անընդհատ է ինչ տարբերություն AI-ն է, թե նույն բաբելոնյան աշտարակի միստերիան է։ Okay, ստեղծեք մարդուն, թե կարող եք, բայց կարող եք։ Չգիտեմ։ Դժվար։ Սերգեյ ջան, փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը, թեև ես քեզ շատ եմ ուզում հարցաքննել, շարունակել հարցաքննել եւ տարբեր բաներից խոսել, քեզ համար թանկ 7 տարեկանից այստեղ չես, 7.5։ Եվ այն պահից, որ դու ծնվել ես Երևանի կենտրոնում ու հետո հայտնվել ես աշխարհի տարբեր կետերում, մինչև այս պահը, երբ վերադարձել ես նորից Հայաստան, այդ շատ սիրուն ծրագրով եւ մարզերում նվագելու եւ զարգացնելու այդ քո ամբողջ ընթացքում ուղու որոնք են ամենաթանկ պահերը որոնք դու
պահում ես որպես քո կյանքի հիմնասյուներ։ Դժվար հարց է, որտեղ շատ պահեր են իհարկե եղել, որը որ պատմական են, իհարկե մենք խոսեցինք այդ մրցույթների մասին։ Մրցույթներն էին ինչ որ չափով ոնց որ շատ կարևոր պահեր իմ համար, բայց իհարկե ճանապարհը շարունակվում է եւ երաժշտի կյանքը մենակ մրցույթներով չի։ Հետո շատ հետաքրքիր համերգներ եմ ունեցել, հետաքրքիր հանդիպումներ տարբեր երաժիշտների հետ, դիրիժորների հետ։ Իմ համար միշտ շատ կարևոր է եղել եւ կա Հայաստան գալը, այսինքն ինչ մենք վերադարձանք Հայաստան Գերմանիայից հետո, այսինքն երբ որ կարողացանք արդեն վերադառնալ Հայաստան, ես գրեթե բացի երևի իմ ամուսնական տարուց, որ ես եկել եմ առանց համերգի, բացի դրանից ինձ թվում է ամեն տարի ինչ ես եկել եմ, ես այստեղ համերգ եմ նվագել։ Ցավում եմ, որ այն ժամանակ այդ գիտակցությունը եւ միգուցե չէի հասկանում կամ չէի դեռ կարևորում, չնայած այդ միտքը արդեն կար, որ մենակ Երևանում չլինեմ։ Եղել են համերգներ նախկին տարիներում, որ ես նվագել եմ նաեւ Գյումրիում, եղել է նաեւ շրջակայություն, որ կազմակերպեցին, որ ընկերներս մենք հավաքեցինք նվագախումբ, այն ժամանակ գնացինք Արցախ, Արցախում նվագեցինք նաեւ, բայց չկար այդ շարունակական ոնց որ միտքը իմ կողմից համենայն դեպս, որ պետք է փորձել գնալ եւ ոչ միայն Երևանում, քանի որ Երևանը դե շատ հագեցած է միշտ համերգներով եւ նաեւ միջազգային երաժիշտներով եւ արվեստագետներով եւ փառատոներով եւ այլն, բայց մարզերում ցավոք այդ ակտիվությունը չկա եւ ես կարծում եմ այնտեղ մարդիկ սպասում են եւ դա երևում է, երբ որ մենք գնում ենք մարզեր, մարդիկ, որոնք որ շատ հազվադեպ են ընդհանրապես համերգի գնում, բայց շատ մեծ հետաքրությամբ գալիս են, շատ կլանված լսում են եւ դա իմ համար միշտ, չգիտեմ, ես դա նաեւ իմ համար եմ անում, որովհետեւ ի վերջո դու ամեն ինչ վերջում քեզ համար ես անում, բայց ես շատ եմ ուզում, որ կարողանամ իմ երաժշտությունը նաեւ կիսեմ ամբողջ հայության հետ եւ ոչ միայն մայրաքաղաքի հայրի։ Դա է միշտ շատ կարեւոր եղել իմ համար եւ հիմա ապագայում հույսով եմ, որ կկարողանանք մի բան ստեղծել, քանի որ խոսեցինք փոփոխության մասին եւ նոր սերնդի, որ կկարողանանք ինչ որ դպրոցի տիպի մի բան ստեղծել, որտեղ ես շատ կուզենայի, որ հիմնադրվեր ստեղ իմ դասատուի, իմ ջութակի դասատուի դպրոցի նկատի չունեմ կառույցի առումով, այլ ջութակի դպրոցը, որ ես ստացել եմ, որ կարողանայի ես փոխանցեի իմ ստեղի հայ երեխաներին, որ միշտ մի հատ երազանք եմ ունեցել, հատկապես այս վերջի տարիներին, որ երբ որ երեխան ջութակա սկսում նվագել եւ նաեւ ինչ որ, չգիտեմ, ծնողները զգում են որոշվածություն ունի, ինչ որ պոտենցիալ ունի եւ այլն, միշտ առաջի հարցը նա է, որտեղ գնա, որ սովորի։ Եվ իհարկե, երբ որ ասում ենք որտեղ գնա սովորի, ի նկատի ունենք արտասահման։ Եվ դա էլ է ինձ շատ նյարդայնացրել միշտ, որովհետև նույնիսկ սովետական ժամանակ, երբ որ որակի առումով շատ բաներ ավելի լավ էին կրթության, նույնիսկ այն ժամանակ էր էլի այդ որ գնա սովորի։ Որտեղ գնա սովորի, այդ ժամանակ ճիշտ ասած պարզ էր, բոլորը գնում էին Մոսկվա եւ Պետերբուրգում էին ավելի լավ մասնագետներ, այսպես ասած, դառնում եւ գալիս։ Ես կարող է դա ավելի ոչ թե միայն սովորելու համար էր, այլ նրա համար, որ մի անգամից կարողանային դուրս գալ միջազգային ասպարեզ, որովհետեւ օբյեկտիվորեն Հայաստանը շատ փոքր դաշտ ունի եւ ունի հստակ լիմիտ։ Բայց խորհրդային միության ժամանակ խորհրդային միության ժամանակ արդեն դուրս էր գալիս Մոսկվա, Պետերբուրգ, մնում էր խորհրդային մեծ տանիքի ներքո, շատ է մեծ։ Բայց օրինակ հիմա ենթադրենք, եթե դու ժամանակին չլինեիր արդեն դուրս եկած արտիստ ու այնտեղ չշարունակեիր ու չհանդիպեիր, ենթադրենք այս տնօրենին, այն ագենտին, այն երաժշտին հնարավոր է ուրիշ կերպ դասավորվեր։ Դե դժվար է իմ ասել ոնց կլիներ, բայց Նազանի ջան, առաջ երթին եթե ես ունենայի Ռիսինի պես դասատու Երևանում, այո,
եւ ես ստանայի նույն կրթությունը, ինչ որ ես ստացա Գերմանիայում, որովհետեւ այստեղ Գերմանիան չէր կարևորը։ Ճիշտ է, Գերմանիան ուրիշ առումներով շատ հնարավորություններ է տվել, ուրիշ հնարավորություններ է տվել եւ ավելի իհարկե այնտեղ թե համերգների առումով, թե մի քիչ այդ աճի առումով եւ այնտեղ խնդիրը նաեւ որ ցավոք սրտի ինչքան է մենք ունենք անհատ շատ լավ երաժիշտներ, որոնք որ նաեւ հասել են շատ բարձունքների միջազգային բեմերում եւ հիմա էլ միջազգային բեմերում ելույթ ունեն, բայց մենք այդքան քանակության առումով շատ չենք, որ մենք ունենանք մեր շուկան, օրինակ ոնց որ հрьяաները եթադենք ունեն, ու կոնկրետ հիմա երաժշտական ասպարեզում, ոչ միայն երաժշտական, բայց կոնկրետ ես ասպարեզում ֆիլմարտադրություն եւ ի վերջո ինչ մեկը հայը ի վերջո եթե շատ մեծահարուստի երեխա չի, որովհետեւ դա էլ մի ձև կարիերա անելու, պետք է անի դա մրցույթների միջոցով, բայց մինչեւ մրցույթները դու պետք է դառնաս լավ ջութակար, լավ դաշնակար, լավ երաժիշտ։ Մեր մասած վիրտուոզ, որ անցնես բոլոր լեվելները։ Ու վիրտուոզ բառը շատ չեմ սիրում, բայց հա, ես էլ չէ, բայց հասկացանք իրար։ Եվ դրա պատճառով պետք է լավ կրթություն ստանաս, հիմա եթե մենք վաղը չեմիսօրը կարողանանք նենց ձևավորենք, որ երեխան, որը որ սկսում է ջութակով զբաղվել կամ ունի այդ պոտենցիալը, չգիտեմ, լավ ջութակար դառնալու, ինքը եթե իմանա, որ ինքը կարա Հայաստանում լավ ջութակար դառնա եւ լավ ոնց որ որակական դառնա շատ ուժեղ պրոֆեսիոնալ, երաժշտի կյանքը նենց է, որ հետո ինքը կարող է միևնույն է դուրս գա։ Այո, բայց ես ուզում եմ ուղղակի, որ ես կուզենայի իհարկե, որ բոլոր բնակավարներում մենք կարողանայինք ամեն մեկը իր բնակավարում կարողանար դա ստեղծել, որ չլիներ նորից այդ մտածելակերպը, որ ոնց անենք, որ այս երկրից դուրս գանք, որ կրթություն ստանանք։ Ասեմ շատ դեպքերում դուրս են գալիս ու այնքան է կենցաղը խեղդում, որ չեն էլ հասնում այդ իրենց ուզած կրթությանն ու երազանքին, այսինքն դա գնում է 8-րդ պլան։ Ու ես շատ ցավում եմ, որովհետև շատերն են կրթությունը որպես առիթ գործածում ուղղակի երկրից գնալու, բայց ոչ իրականում երազանքին հետևելու։ Միգուցե կամ երազանքին ուզում են հետևել, բայց հետո գնում են եւ մեզ մոտ նաեւ այդ շատ այդ մտածելակերպը կար, որ չգիտեմ, հատկապես երաժիշտների մոտ, որ այդ Գերմանիան ոնց որ երաժշտության ընդհանրապես կենտրոնն է եւ այլն, եւ որ եթե ես երաժիշտ եմ գնամ Գերմանիա, մեզ այնտեղ բաց դռներով ընդունելու են եւ ասել են եկեք համերգներ նվագեք բան եւ շատերը հետո բախվում են այդ իրականությամբ, որ ոչ մեկ մեզ չի սպասում։ Բայց դա նաև նորմալ է, ուղղակի ինչի մենք ունենք այդ դա էլ է մի քիչ մեր ինձ թվում է խնդիրներից, որ մենք կարծում ենք, որ մենք հայ ենք եւ հին ազգ ենք, մեզ բոլորը ինչ որ պետքա աջակցեն, օգնեն, բայց տենց չի։ Բոլորը պարտավոր են։ Հա, բոլորը պարտավոր։ Ինչի մասին է խոսքը։ Եվ դա, բայց ես շատ կուզեի, որ դա մի օր իրականություն դառնալ, ուղղակի մի քիչ դժվար է ինձ այդ ամենը ինքնուրույն կազմակերպել, որտեղ քանի ես դեռ ակտիվ սոլիստի կյանք ունեմ, ես չեմ կարող գալ ամեն օր այդ դասերը տալ, բայց որը որ ի վերջո ամենակարևորն է Հայաստանի համար, որտեղ այդ ոնց որ ամեն օրվա աշխատանքը եւ այդ արմատական որակական փոփոխությունն է մեզ պետք։ Եկեք այսպես պայմանավորվենք, որ ովքեր նայում են հիմա աշխարհով մեկ, ես գիտեմ, որ դու ամեն անգամ եթե համերգ ես ունենում, համ սիրով գնում ես, հանդիպում ես մարդկանց հետ, համ եթե իհարկե լինում է հնարավորություն տալիս ես տեղական համայնքային ռադիոներին կամ TV-ներին ինտերվյու, բայց վստահ եմ, որ բոլոր ուսանողներին, որոնք ունենան քո կարիքը ու քո խոսքի ու քո ուղղորդության, իսկ վստահ եմ կունենան, դու երբեք չես մերժի եւ գոնե մեկ հանդիպում բանախոսություններով հաստատ հանդես կգաս։ Մենք արդեն արել ենք, ճիշտ ասած ես նույնիսկ մարզերում խնդրեցի, որ ֆիլհարմոնիկը դա որ գնացել էինք նվագախմբի է, որ իրան կազմակերպեն եւ Գորիսում մենք արել էինք ավելի շուտ մի քիչ լսումի ձևով, որտեվ ես իմ ընկերոջ հետ, որը որ նաեւ շատ լավ ջութակար է եւ սովորել է իմ դասատուի մոտ ու հայ է Արամ Բադալյանը, որը նաև Գերմանիայում պրոֆեսորա ունի Դետմոլդ քաղաքում ջութակի իր հետ էի ես այստեղ ինքն այնց ստացվեց որ Հայաստանում էր եւ գնում ենք եւ այդ լսումները արել ենք համ Երևանում ենք արել Գյումրիում ենք արել եւ Գորիսում ենք արել որտեղ որ նաև համ Գորիսի երեխաներն էին համ Կապանից էին եկել նաև մի քիչ հասկանալու համար
ինչ պոտենցիալ ունենք, նաև Երևանից դուրս ինչ խնդիրներ կան, որ մի քիչ պատկերացում ունենանք, ոնց ենք դա փորձում զարգացնել։ Ես անհամբեր կսպասեմ ձեր մյուս համերգին, Սերգեյ ջան, եւ քո անձնային ներկայության այստեղ Երևանում քո ճգնաղ ընտանիքի հետ միասին։ Իմ երկիրը առողջանում է ամեն անգամ, երբ որակով հայը վերադառնում է իր հետ բերելով իր սերն ու իր ապրած մեծ հաջողությունը, որտեղ դա ասենք բան է, ներդրում է, էլի, դու ոնց որ կենարար ջրով ջրես մի քիչ տատասկոտ ու չորացած ծառը, որը հիմա մենք ենք չորացած։ Եվ կա առաջիկայում արդեն նախատեսված համերգ էստեղ։ Ճիշտ ասած դեռ ոչ, բայց այսինքն կա, բայց հիմա չեմ հիշում կոնկրետ որ ամսվա մեջ էր, որովհետև կա մի հատ նվագախումբ, որի հետ ես մի քանի տարի առաջ եմ համագործակցել, դա աշխարհի բժիշկների նվագախումբն է, չգիտեմ, լսել եմ ես, հա։ Եվ մի քանի տարի առաջ, երբ որ իրանք ոչ միայն Հայաստան են գալի, իրանք տարբեր երկրներում տենց գնում են եւ ամեն մի տարի ինչ որ մի երկիր են ընտրում, որտեղ գնում են տենց համերգ են կազմակերպում եւ նվագում են եւ նաեւ նվիրաբերում են այդ ամեն ինչը ոնց որ հիվանդանոցներին եւ այլն եւ այլն։ Եվ մենք մի անգամ դա արդեն արել էինք, հիմա իրանք նորից են ուզում Երևան գալ եւ կրկին խնդրեցին, որ միասին դու դառնաս կամուրջ, միասին համերգ անենք Երևանում եւ դա լինելու է մյուս տարի, ուղղակի չեմ հիշում, ինձ թվում է հունիսին, եթե ես չեմ սխալվում։ Իսկ բացի դրանից իհարկե, քանի որ ես արդեն ասացի, որ ուզում եմ այդ շրջակայությունը մարզերով եւ Հայաստանով, որ դա չլինի մի անգամվա մի բան, այլ շարունակական բնույթ կրի, ուրեմն պետք է նորից գամ անպայման։ Ինչ է քեզ համար Հայաստանը մի նախադասությամբ։ Մի նախադասությամբ դժվար է ասել։ Թող ստորակետերով երկարացրու։ Ի վերջո կարելի ասել, որ իմ համար Հայաստանը իմ սկիզբն է եւ իմ ակունքներն են, իմ էությունն է, իմ երկիրն է, բացի իմ երկրից նաեւ ինչքան էլ մենք խնդիրների եւ տարբեր կարծում եմ process-ների մեջ ենք, որը որ շատ դերական չէ, բայց իմ ժողովուրդն է եւ որտեղ ի վերջո Հայաստանը գոյություն ունի մարդկանցով։ Մենք շատ ենք ոնց որ ես էլ շատ եմ ոնց որ խոսում հողի մասին եւ երկրի մասին եւ իմ լեռների մասին, բայց այլ լեռները ապրում են, եթե այնտեղ հայերն են ապրում։ Ու քանի հայեր կան, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ինչ որ փոփոխություն անել։ Ամեն։ Հանրահայտ հանճարեղ բանաստեղծուհի Ալիսի Կիրակոսյանը մի գործ ունի, կոչվում է Նամակար Հայաստան։ Ես վերջերս աղոթքի պես ամեն օր կարդում եմ այդ գործը, ոչ միայն բեմից, այլև իմ կյանքում, եւ այնտեղ արտահայտություն կա, որ ասում է. ինձ հարց են տալիս Հայաստանն ինչ է, բայց միթե այդքան հեշտ է բացատրել ամբողջությունը։ Միթե հավատքը մեկնաբանել է, թե ինչ է Աստված։ Շատ գեղեցիկ է։ Ես խոստանում եմ վերջում կարդալ այդ գործից գոնե մի հատված, այն շատ երկար է, այդ մի հատված հատուկ քեզ համար ու քո կամուրջների համար։ Երկիր Հայաստան։ Ես քեզ գրում եմ Բուենոս Այրես հեռու քաղաքից։ Մեր բաժանումից 2 տարի անց։ Եվ հուսով եմ ես, որ իմ նամակը քո արևներին եւ քո լեռներին դու պիտի կարդաս։ Ինձ պատասխանեն պիտի ջրերդ, մտերիմները քո արմատների, ինձ պատասխանի պիտի քո ոգին եւ պատասխանի պիտի իր մեկ ու միակ այն ճշմարտությամբ, որ իմն է նաև։ Երկիր Հայաստան, դու կանչում ես ինձ,
քեզ է պահանջում ու քեզ է կանչում նաև արյունս։ Եվ ինձ տանջում է տենդը սպասման։ Ուրիշ, այլ սերեր հուզում են միայն ակնթարթները ժամանակների։ Քոնն է Հայաստան, իմ անձեռնամուխ ողջ ժամանակը և ամենաջինջ իմ մարտասուկ։ Երկիր Հայաստան, երբ ես ուզում եմ քո անունը տալ, իմ մեջ զարթնում է թաքուն մի աղոթք, ամենահինը։ Երբ քեզ եմ երգում, իմ մեջ շարժումն է սկսում բջիջն իմ ամենանոր։ Չգիտեմ, ճչամ, թե արտասուքիս խառնեմ լռելիային կարոտիս ցավը, որն անանուն է։ Երազում եմ քեզ և էությանս թափանցիկ ամպը քեզ է միանում ու գնում հավերժ մի լողարկության։ Դեռ քեզ չտեսած ճանաչում էի ես քո քարերը։ Հետո քեզ տեսա, քեզ շոշափեցի, շնչեցի ես քեզ, լուծվեցի ջրում և փոշի դարձա քամիներիդ մեջ։ Գիտես, իմ ու քո միասնությունը վաղնջական է։ Ես կամ առաջին քո հուշերի մեջ։ Ապրել եմ ես քո հողմակոծ հողում, որպես անխուսափ մի ճակատագիր, և պիտի մի օր վերադառնայի դեպի սկիզբս, գտնելու համար անմեղությունն իմ, ու էությունն իմ անդաշն աշխարհի հարաբերական այս խաղերի մեջ։ Ես այդ աշխարհից գալիս եմ, ահա, որ օրենքները կատարած եմ, իրերի շարժման օրենքները պարզ։ Քանզի այն ամեն ինչ, որ պատմում է մայր հողի մասին ու արյան մասին, ամպի ու լեռան, աղի ու լույսի, երաժշտության, բանաստեղծության, արցունքի մասին, անդունդի մասին, սարսուռի մասին ու քարի մասին, ինձ քո մասին է պատմում շարունակ։ Չէ, որ ես տեսա, թե Հրազդանը քարի ու ջրի հավերժ բախումով ինչ է նկարում, և ամպերի տակ տեսա բաբախ Արարատ լեռան, Արարատ լեռը ահեղ մի պայթյուն, որ ինձ հրկիզեց առանց լավայի։ Ինձ հարց են տալիս, Հայաստանն ինչ է, բայց միթե այդքան հեշտ է բացատրել ամբողջությունը, միթե հավատքը մեկնաբանել է, թե ինչ է Աստված, և ինչպես պատմել սարսուռի մասին, հավատքի մասին, և էությունը ինչպես մերկացնել ցույց տալու համար կերպարը սիրո։ Հիմա ես ու նա միասնությունն ենք, և ամբողջությամբ մեր ճշմարտության, և եթերային մեր երազներով, անցյալի դեմքով տանջահար ու հեգ, և ճերմակ ու ջինջ օրորոցներով։ Մենք պահանջ չունենք խոսքի կամ բառի, զի հոգիները լռության մեջ են միանում իրար։ Երկիր Հայաստան, ես բարձրացել եմ քո փառքի թևով, քո կորուստներով եղել առնակամ, աղոթել եմ ես քո մայրերի հետ, քո վերքերի մեջ կսկից եմ եղել, ծնունդներիդ մեջ բերկրություն մի պարզ, 5000 տարի քո տառապանքի հետ եմ ես եղել, և
այս ամենը ինչպես բացատրել այն մարդկանց, որոնք ինձ հարց են տալիս. Հայաստանը քեզ դուր եկավ արդյոք։ Ես այդ մարդկանց ուզում եմ ասել. Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ, ապրում եմ նրա հնագույն մաշկով, բույրով մենավոր, եւ զգում եմ ես նրան իմ արմատներով, ու ես չգնացի նրան տեսնելու կամ հավանելու, գնացի այնտեղ նորից ծնվելու եւ որոնելու լույսն իմ նախնականը եւ սկսելու իմ զրո դարից։ Դու որ ինձ գիտես եւ հասկանում ես իմ ճիչը անգամ, գիտես թե որքան դժվարանում եմ քո մասին խոսել աշխարհիկ լեզվով։ Մեր հանդիպումը ամենավերին երկինքներում է, որտեղ խոսում են, սակայն չեն զգում բայերի կարիք։ Եվ դրա համար ես իմ լռության աղոթքներով եմ միշտ քեզ ողջունում, իմ ինքնապատկեր, ու քեզ օրհնելով ես ինձ եմ օրհնում, քեզ վերապրելով վերապրում եմ ինձ, եւ ճիչս, այդ դու ես, որ կաս, հայրենի իմ հող եւ իմ դրոշակ, երկիր, Հայաստան։ Հայաստանը քո ներսում է, Հայաստանը քեզնից դուրս է ու ամենուր է, որտեղ քո ոտքը դիպում է, որտեղ հնչում է քո ջութակի չքնաղագույն հնչյունը եւ որտեղ որ լսվում է քո անուն ազգանունը, ես նորից հպարտությամբ, բայց միայն լավ իմաստով ես այդ բառը սիրահարը չեմ եւ մեծագույն սիրով ու երջանկությամբ ինձ նույնականացնում եմ այն հայի հետ, որը Սերգեյ Խաչատրյանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, Նազիմ ջան։ Կամուրջները այսօր շատ իսկական կամուրջներ էին, որովհետև Սերգեյ Խաչատրյանը իրենով կամրջում է տարբեր հայկական քաղաքակրթություններ, տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր մտածողությամբ մարդկանց, տարբեր երաժշտական նախասիրություններով անձերի, բայց համախմբվում է նրանց բոլորին բերելով մի կետի՝ հայությանը, հայկականությանը, եւ ես նրա արտահայտությամբ կավարտեմ իմ այսօրվա կամուրջները։ Հայաստանը միայն հողն ու ջուրը չէ, Հայաստանի լեռները այն լեռներն են, որտեղ ապրում են հայերը եւ առաջնահերթ հայերը, որոնք պահում են իրենց երկիրը, իրենց եւ ֆիզիկական եւ հոգեվոր գոյությամբ։ Այսքանը կհանդիպենք։